Բարի լույս, հարգելի հեռուստադիտողներ, բարի լույս ենք ասում բոլորին, եթերում համահայկական առավոտն է։ Բարի լույս բարեկամներ, թող այս բարի լույսը նույնպես բարի բերի ձեզ մեր հաղորդման ընթացքում, անկանգար ընթացքում, մի խոսքով բարի լույս եւ իհարկե սկզբում նորություններ, որ կներկայացնի Լիլին։ Այո, ես անդրադառնամ այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել շատ տարիներ առաջ, հենց այս օրը, հունիսի 25-ին, եւ առաջին ուզում եմ անդրադառնալ այն փաստին, որ 1788 թվականին Վիրջինիա նահանգը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 10-րդ նահանգը։ Այո, այսօր իհարկե շատ ավելի շատ են գալ։ Ուրախություն է Վիրջինիայում։ Այո, բացի դրանից նաև մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել տարիներ առաջ 1967 թվականին հենց այս օրը առաջին անգամ 5 մայրցամաքների 24 երկրներում ուղիղ եթերով հեռարձակվել է ուղիղ եթերում է հեռարձակվել տեսանյութը, այսինքն դա տեսանյութ չի եղել է Beatles խմբի երգը, որոնք ելույթ են ունեցել ուղիղ եթերում All You Need Is Love։ Ասեն առաջին անգամ երբևէ հեռուստատեսային պատմության մեջ ուղիղ եթեր եղել է տեղի ունեցել ուղիղ եթերում որևէ արարողություն հենց այս օրը։ Իսկ Հայաստանում ուղիղ եթեր գնաց միայն ֆուտբոլով։ Ֆուտբոլ։ Այո, առաջին ուղիղ եթերը ես լավ հիշում եմ ֆուտբոլն էր։ Եվ ինչպիսի հաղթանակ իհարկե շատ լավ էր, քանի որ զուգադիպեց մեր Արարատի խաղերից մեկը եւ մեր թիմը հաղթեց այդ օրը եւ շատ ուրախալի օր էր ամբողջ Հայաստանի համար եւ ամբողջ Հայաստանը վերջապես իմացավ որ Արարատի։ Չէ, Արարատի մասին գիտեին, վերջապես Հայաստանն իմացավ որ մենք կարող ենք նույնպես ուղիղ եթեր դուրս գալ։ Ես շատ եմ լսել իհարկե այդ մասին, եթե չեմ սխալվում դա հենց այն ժամանակներ, երբ ասում են ամբողջ քաղաքը միասին սկսել է թնդալ եւ բոլորը առանց պայմանավորվելու միասին հաղթանակի ժամանակ, որ միասին բոլորը իջել են հրապարակ եւ մեծ հրավառություն է տեղի։ Դա իհարկե դա առանձին մի օր այդ Արարատի հաղթական օրը, հաղթանակի օրը մենք անպայման եթերում կպատմենք որոշակի մանրամասներ, որոնք որ դեռ մեր հեռուստադիտողները չեն լսել, ունենք փաստեր կներկայացնենք այնպես որ Հասարակա ուղիղ եթեր է եղել, ես տեղյակ չէի, հետաքրքիր է։ Լավ, այսօրվա տնօրեններին անդրադառնանք, այսօր 1872 թվականին ծնվել է Լևոն Օրբելին, հայ գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկն է նա եղել եւ շնորհավորում ենք իհարկե մենք ունեցել ենք շնորհալի անձնավորություն եւ հապարտ պիտի լինենք դրանով։ Ունեմ նաև նորություններ, գիտնականները պարզել են, որ նյարդային բջիջները վերականգնվում են։ Շատ տարածված է, չէ, ասել է, որ նյարդային բջիջներն ընդհանրապես չեն վերականգնվում։ Մանավանդ ինտելեկտուալ բջիջները, դա հարբեցողների մոտ է իհարկե, որ մեկը միշտ վերանում են, եթե մենք ունենք միլիարդ բջիջներ, դրանք միլիոններով վերանում են եւ չեն վերականգնվում, դա ինտելեկտուալ բջիջներ, բայց հա փաստ որ վերականգնվում են։ Այո, ասում են, որ վերականգնվում են եւ ամենահետաքրքիրն այն է, որ շատերն այսօր մինչ այսօր չեն հավատում այս հայտնագործությանը, նրանք ասում են, որ ուսմունքը սխալ է եւ հնարավոր է, որ ճիշտ չի արել ինչ-որ բան, որովհետեւ դարեր շարունակ ընդունել են այն փաստը, որ ասել են, չէ, մի ծանր տարեք ոչ մի բան, թեթև տարեք սրտին մոտ մի ընդունեք, որովհետև նյարդային բջիջներն այն բջիջներն են, որոնք չեն վերականգնվում, բայց փաստը նպաստում է, որոշել են, որ վերականգնվում են 1960 մինչև 1960-ական թվականները հենց այդպես էլ մտածել են։ Չգիտեմ, երևի այսուհետ կկարողանան այնպես անել, որպեսզի մարդիկ ավելի երկարակյաց լինեն եւ ավելի քիչ բջիջներ մահանան։ Բայց ավելի վտանգավոր է, որ մի 10 տարի հետո նորից ասեն ոչ։ Գիտեք, սխալվել էինք, բջիջները չեն վերականգնվում։ Չգիտեմ, ամեն դեպքում հանգիստ պահեք ձեր նյարդերը, մի թույլ մի տվեք, որպեսզի այս դժվար ժամանակաշրջանը, ես համոզված եմ տնտեսագիտական մեծ խնդիրներ կան այսօր եւ շատերն այսօր լարված կյանքով են ապրում, բայց թույլ մի տվեք, որպեսզի դրանք անդրադառնան ձեր նյարդային համակարգի վրա, որովհետեւ ամեն դեպքում չգիտես վաղը գիտնականներն ինչ կասեն, արդյոք սխալվել են թե ոչ։ Խոսեցինք նյարդային բջիջների մասին, ուզում եմ նաեւ անդրադառնալ մի ամերիկյան մի ընտանիքի, ով իր գեղեցկությունը եւ առողջությունը պահպանելու համար ուրիշ մի յուրօրինակ մի փոքր վախենալու տարբերակ է ընտրել։ Խոսքը վերաբերվում է 45-ամյա Ջուլիա Քեփլսի ընտանիքին, ովքեր նրանցից յուրաքանչյուրը բացի երեխաներից, ամուսինները օրական ամսական 2 լիտր մարդկային արյուն են ըմպում։ Մարդկային արյուն եւ դրանք հավարում են վախենալի սարսափելի։ Վամպիրներ են ինչ է։ Այո, վամպիրներ են, դա հավարում են գեղեցկության եւ առողջության գրավականը։ Նրանք իհարկե ոչ մեկին չեն սպանում արյունը ըմպելու համար, այլ գնում են այդ արյունը հենց
այն հաստատություններից, որտեղ որ մարդիկ հանձնում են արյուն, այո, եթե ես ճիշտ եմ հասկանում, հենց այդպես է տեղի ունենում, եւ հարց ուղղակի նրանն է, որ հենց ամուսինները ծանոթացել են վամպիրների ակումբում, ու նրանք ունեցել են նույն հակումը եւ հաճախել են այդ ակումբը, հենց այդպես էլ ծանոթացել են։ Այստեղ մանրամասնած է միայն կնոջ 45-ամյա Ջուլիայի պատմությունը, այո, նա 15 տարեկանում պատահական կծելով իր շրթունքը արյան համ է զգացել եւ հենց այդ ժամանակվանից էլ նրա մոտ կախվածություն է առաջացել արյան հանդեպ եւ շարունակաբար նա խմում է, եթե չի խմում մարդկային արյուն, նա իրեն դժբախտ է զգում, թշվառ զգացողություն է նրան ապարուրում։ Չգիտեմ, իսկապես այո Ամեն դեպքում մի քիչ ավելի զվարճալի, կրկին ոչ այդքան հաճելի, բայց այդքան զվարճալի չէ, բայց ամեն դեպքում անսպասելի նորություն է։ Բրիտանական Britain's Got Talent show-ի ժամանակ մի աղջիկ, որ մասնակցել է մրցույթին եւ եթե չեմ սխալվում, նա չի անցել մյուս փուլ եւ վիրավորված է եղել, ներս է վազել եւ սկսել է ձվեր նետել Սայմոնի վրա։ Սայմոնը այդ հայտնի ժյուրիի անդամներից է, որ հենց ինքն էլ ստեղծել է այդ հերոստաշոուն այդ մեծ նախագիծը, սկսել է նետել, բնականաբար բոլորը խառնվել են իրար, նրան միանգամից դուրս են հանել դահլիճից, բայց ամեն դեպքում նա մտածած է կատարել։ Բայց պատճառը չէ։ Պատճառը եղել է այն, որ նա այդպես կոնկրետ չի նշվում, պատճառը նա ինչ-որ բանից վիրավորված է եղել։ Թե նա չի անցել մյուս փուլ, թե պարզապես կոմենտները իրեն ավելի հաճելի չեն եղել, չգիտեմ, բայց Խնդիրը դրանումն է, չգիտեմ։ Բոլոր դեպքերում ձուպետ չի նետել։ Այո, գեղեցկության մասին խոսեցինք, ուզում եմ խոսել նաև մեկ ուրիշ հարց, որ շատ ժամանակ անհանգստացնում է իգական սեռի ներկայացուցիչներին, դա բարակ իրան ունենալն է, եւ կրկին եւս մեկ աղջիկ 24-ամյա բնակչուհին Բերլինի տառապում էր բարակ իրան ունենալու այդ մոլուցկով, ուզում էր անպայման շատ հետաքրքիր կառուցվածք ունենալ եւ նա որոշել է կորսետ հագնել, կորսետից չի բաժանվել 3 տարի, անընդմեջ դա ունեցել է իր վրա եւ այսօր նա ունի 165 սանտիմետր հասակ եւ 38 սանտիմետր իրան, 64 սանտիմետրից նրա իրանը հասել է 38 սանտիմետրի։ Նա բնականաբար ինչպես այսօր շատ-շատերը նման արարքից հետո ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որովհետև այսօր իստում է շատ հեշտ է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։ Գինեսի գրքի ինչ անես կարող ես մտնել։ Ինչ անես կարող ես։ Օրինակ ես դեպքը ինձ հիշեցրեց, որ վիրահատություններ են անում, այս վերջին կողերը հանում են եւ փոքրանում է։ Կարող է դեպքը դրանից է, թե սա ուղղակի։ Չէ, սա պարզապես այս աղջիկը կրել է այդ կորսետը 3 տարի շարունակ, չի հանել, ես չգիտեմ ինչպես է լողացել կամ ինչպես է կարողացել յուրաքանչյուր հագուստ կրել, բայց ամեն դեպքում նա հասել է իր վրա։ Սա ինձ նմանեցնում, ինչն է ինձ հիշեցնում, որ Աֆրիկայում կանայք երբեմն օղակներ են ամրացնում եւ վինձ երկարում, ջայլամին։ Եվ եթե ես չեմ սխալվում, հենց այդպիսի մի ցեղ կար Աֆրիկայում, որոնք հենց աղջիկան ինչ որ բանի համար պատժելու համար հանում էին այդ օղակները եւ նա անմիջապես բնականաբար մահանում։ Ինչեւ էլ ինչ ունես։ Ունեմ նորություն նաև Դուբայում 2 նոր բացված շինությունների մասին, առաջին հերթին դա պարույրի կերպով այդ շինությունն է, որը 75 հարկանի է եւ 90 աշճան պտտվելով կազմում է 310 մետր իր առանցքի շուրջ պտտվելով դա կրկին մեծ իրադարձություն է, բացման արարողությունը մեծ իրադարձություն է եղել, այն տևել է 7 տարի, կառուցել է եւ ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ, որը որ 274 միլիոն դոլար է կազմում, այո, բավականին հետաքրքիր է տեսքը շինության, կարծում եմ դա կրկին կավելացնի զբոսաշրջիկների քանակը, դեռից էլ բավականին շատ են Դուբայ այցելողները, բայց կրկին կավելացնի եւ եւս մեկ սրճարան է բացվել կրկին Դուբայում, որի միջին ջերմաստիճանը 40 աստիճան է Ցելսիուսով, աշխարհի ամենացուրտ սրճարանն է դա համարվում, կոչվում է Chill Out Ice Cafe։ Մինուս 40 աստիճան Ցելսիուս։ Մինուս 6 աստիճան։ Միջինը կազմում է ամռանն է 40 աստիճան, իսկ ընդհանուր կայուն ջերմաստիճանը մինուս 6 աստիճան է։
ամենասուրտ ռեստորանն է համարվում, սառույցից են բաղկացած նրանց բոլոր կազմված, պատրաստված բոլոր նրանց բազկաթոռները, սեղանները, բազկաթոռների վրա կտեսնեք փափուկ սպիտակ մորթի, բայց ամեն դեպքում ինքը սառույցից է։ Դա հետաքրքիր է, չգիտեմ, երևի պետք է ուժեղ դիմասկուն լինես եւ այո, սիրես ցուրտը, որպեսզի կարողանաս ամեն դեպքում այցելես այնտեղ եւ կարողանաս ամփել։ Չեմ կարծում զողացուցիչ ըմպելիքներ են այնտեղ, առաջինական երևի տակ բաներ կտան հեղուկներ, որպես մարդը չսարճի այնտեղ։ Միանգամից թեյ պիտի ամեն դեպքում ուզենաս երբ այնտեղ ես մտնում։ Լավ, կրկին հետաքրքիր անդրադառնամ ես շոու բիզնեսյան նորություններին, որովհետև ինձ մոտ արդեն չգիտես ինչի ավանդույթ է դարձել, պարտադիր պիտի շոու բիզնեսից մի բան ասեմ։ Ջենիֆեր Լոպեսը ցանկանում է կրկին մայրանալ, բոլորը կարծում եմ տեղյակ են նրա անձնական կյանքից, առանձնապես կարիք չկա մանրամասնելու, թե նա քանի երեխա ունի, ում հետ ամուսնացած եղել, բայց բոլորը կարծում էին, որ այս զույգը, քանի որ նա իրենից շատ ավելի երիտասարդ տղայի հետ է հիմա հանդիպում 28-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ, բոլորը կարծում էին, որ նա երևի այլևս չի ցանկանա մայրանալ կամ ամուսնանալ, բայց նրանք գեղեցիկ զույգ են կազմում, այդպես էին մտածում, բայց Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ նա շատ լուրջ է տրամադրված, պատրաստվում են ամուսնանալ եւ նա ուզում է եւս մեկ անգամ մայր դառնալ։ Շատ հետաքրքիր էր, որովհետեւ նաեւ մեկ այլ նորություն կար Ջենիֆեր Լոպեսի մասին, վերջերս նրա վրա կրակել էին լողափներից մեկում եւ փորձում էին պարզել թե ով է եղել այդ անհայտ անձնավորությունը, որը որ կրակ է բացել եւ անմիջապես անհետացել է, բարեբախտաբար ոչ մեկ չի դուզվել, փամփուշտը դիպել էր ինչ-որ մի բանի, այս պահին չեմ կարողանում մտաբերել ինչին, բայց ամեն դեպքում ամեն ինչ բարեհաջող էր ավարտվել, փորձում էին գտնել այդ անձնավորությունը։ Դեռ տեղյակ չեմ գտել թե ոչ, բայց ամեն դեպքում այսքան այսօր։ Դրանք էին նորությունները, այո, հիմա այս պահին անցնենք երևի գովազդային դաթարի կամ գովազդային ընդմիջման, որից հետո կվերադառնանք, իդեպ ասեմ բարեկամներ, գովազդները նույնպես շատ հետաքրքիր են լինում, այնպես որ հետևեցեք մեր գովազդներին, մանավանդ այս բլոկում գովազդը շատ հետաքրքիր կլինի, դիտեք անպայման այն նույնպես։ Նորությունների եւս մի հատված, այո, տեսեք թե ինչ նոր հաստատություններ են հայտնվել մեր համայնքում։ Դե ինչ, այժմ գովազդ։ Դե ինչ, կրկին եթերում ենք, այս պահին պիտի ներկայացնենք մեր հյուրին, ով արդեն տաղավարում է գտնվում եւ այսպես ուրեմն Universal Appliance and Kitchen Center, որը բավականին հայտնի է մեր համայնքում եւ ես պարզեցի, որ շատ հայ ընտանիքներ են օգտվում արդեն հենց այդ հաստատությունից, այսօր մենք հյուրընկալել ենք հիմնադիր տնօրենին Իգոր Ռոյզ եւ աշխատակիցներից մեկին Էդվարդ Հայրապետյանին, կզրուցենք նրանց հետ եւ հետաքրքիր նորություններ կպարզենք։ Բարի լույս, доброе утро. Доброе утро. Очень приятно приветствовать вас у нас в нашем шоу. И у нас по традиции есть вопросы, которые мы задаем нашим гостям. Вначале мы хотим узнать, как они утром просыпаются, как они встречают утро, что делают впервые. Так что давайте послушаем, как у вас все это получается. Просыпаемся утром в хорошем настроении. Это главное, самое главное. И главное, что очень рано. Вот. И каждый день едем на работу, каждый день работаем. Когда просыпаетесь, что делаете? Кофе пьете в первую очередь или... Выхожу гулять с собакой. О. Потом... Самая хорошая разминка и для вас, да, конечно, и для окружающих. Потом... Вот смотри, какая собака. Говорят, и вы радуетесь, нет, наверное? Конечно. У вас большая собака? Не, маленькая. Маленькая. Вот такой, а он маленький такой. Вывожу собаку на улицу, потом кормлю собаку, у нас еще кошка есть. И еще кот есть? Да, да, еще кот есть, да. Тоже гуляет? Нет, сидит дома, ждет, пока я не погуляю с собакой, потом я их кормлю, потом привожу себя в порядок, естественно, пью кофе. Как они между собой, кот и собачка? Вначале они ругались. Недолюбливали. Да, недолюбливали, сейчас более-менее, но опять-таки кот, он более спокойный, а собака, она хочет все время играться. Вот, поэтому, но сейчас более-менее они нормально себя ведут. Чем вы кормите их? Сухой и мокрой едой. Сухой и мокрой. Да, баночки еды,
и сухая еда. Я быстренько переведу, потому что у нас телезрители, может, некоторые не понимают на русском русский язык, не владеют русским языком. Я переведу. Ուրեմն մեր հյուրը մենք հարցնում ենք բնականաբար մեր առաջին տրադիցիոնալ հարցը թե ինչպես են առավոտյան արթնանում, եւ նա ասաց, որ առավոտյան անմիջապես արթնանալուց հետո ունի շունիկ, որի հետ ման է գալիս առավոտը զբոսնում է, անմիջապես վերադառնում է տուն, հետո նախաճաշում, սուրճ է խմում, նախաճաշել չասած։ Սուրճ է խմում եւ ասում աշխատանքի, այո, ասաց նաեւ որ ունի կատու եւ շուն եւ նրանք սկզբից իրար հետ այդքան լավ լեզու չէին գտնում, բարեկամներ չէին, բայց այժմ կարողանում են բնականաբար համերաշխ խաբվել։ Լավ, անդրադառնանք նաեւ այդ Վարդին, դու ինչպես ես առավոտյան արթնանում։ Շատ լավ, այսօր մի քիչ ավելի շուտ պիտի զարթնեի, ստեղ գալու համար։ Չէ, իսկ ընդհանրապես այսօր արդեն պարզ է։ Ընդհանրապես զարթում ենք այն տրամադրության, որ պիտի լավ ծախելու օր լինի այդ օրը։ Ահա։ Կոֆե ենք խմում եւ մի քիչ շուտ ենք դուրս գալի գործի, որ թրաֆիկը մի քիչ դժվար է այստեղ Ամերիկայում, Լոս Անջելեսում, դրա համար մի քիչ շուտ ենք զարթնում ու գործի։ Այնտեղից արդեն ամեն օր տարբեր է լինում։ Շատ լավ. Нам еще интересно, где вы родились, где обучались, как переехали в Америку. Все интересное про вас. Родился я в городе Киеве, это Украина. Закончил там среднюю школу. В институт поступил в Москве, учился в Москве. Какой университет? Институт это был Всесоюзный заочный институт связи. В Киеве начал работать, когда мне было 16 лет. Работал в проектном институте связи, был проектировщиком и учился в Москве. Отучился в Москве 2 года, после этого ушел в армию. Армию тоже служил в Москве. Вот. И после армии в 91 году, то есть я в 90-м пришел из армии, в 91 году мы уехали сюда, в Америку, в Лос-Анджелес. То есть вы были довольно-таки молоды, когда переехали, да? Да, мне был 21 год, когда я приехал сюда. И как вот перемена, как подействовала на вас? Было легко или тяжело? Языком владели или нет? Языком не владел вообще, не знал вообще английский язык. В Америке с самого приезда очень все нравилось, потому что это были, можно сказать, очень серьезные перемены по сравнению с той Россией, которая была в 90-х, в начале 90-х годов. Вот. И абсолютно все нравилось. Было ли легко? Наверное, легко сильно не было, но поскольку я был молод в то время, как бы все получалось. Хотел работать, хотел всему научиться, хотел выучить язык. Нужно было помогать своей семье, потому что я в свое время приехал с родителями и с бабушкой сюда. Вот, они найти работу не могли, поэтому нужно было работать, нужно было обеспечивать семью, скажем так. Да. Хорошо. Киев прекраснейший город вообще в мире, особенности улица Хрещатика. Совершенно там верно. же находился наше радио и телевидение, я часто бывал там. Я 8 раз был в Киеве и радовался, когда я ходил по Хрещатику. Люди добрые, красивые, умные, такие живые, да? Очень прекрасный город. Киев очень красивый город, и особенно когда цветут каштаны в Киеве. Да, каштаны, да, вот именно. Очень здорово и красиво, да, конечно. Прекрасный город, прекрасный люди. Թարգմանենք, պաստորեն մեր հյուրը ծնվել է Ուկրաինայում, հենց այնտեղ էլ մեծացել է, բայց Ռուսաստան Մոսկվայում է սովորել, այնտեղ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղափոխվել ընտանիքի հետ միասին 1990 թվականներին արդեն, ասած որ բնականաբար շատ երիտասարդ է եղել, 21 տարեկան եւ այդ ժամանակ ի տարբերություն Ռուսաստանի եւ այնտեղի կյանքի, այստեղ իրեն շատ բան է դուր եկել եւ արագ կարողացել է համակերպվել, այստեղ սկսել է աշխատել, որ ապահովի իր ընտանիքը նաեւ իհարկե մեր պարոն Արամայիսն ասաց, որ հաճախ է եղել Կիևում եւ այդ հատվածը դուք ասեք Հարազատես թարգմանելու բան չկա, գեղեցիկ քաղաք եք բոլորս էլ գիտենք Կիևը, մանավանդ երբ կաշտաններն են ծաղկում, հիանալի այդ Խրիշչատիկ փողոց, ինչպես օրինակ մեր Աբովյան փողոցը Երևանում, մոտավորապես այսպես։ Շատ լավ, ես ուզում եմ նաև տեղեկանալ Էդվարդի մասին, թե դու որտեղ ես ծնվել։ Ծնվել եմ Երևանում ես 1990 թվականին։ Եվ երբ ես եկել ենք ստեղ 2001 թվականին, 11 տարեկան էի ընդամենը, ապրել ենք այնտեղ Կոմիտասում, ստեղ հարմարվել ենք շատ արագ, դպրոց եմ գնացել։ Քանի տարեկան էի երբ եկել ես Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 11 11 տարեկան ասաց։
Այստեղ դուրը շատ է եկել, մի քիչ ավելի ազատություն կա իմ կարծիքով, շատ հարմար է այստեղ։ Իսկ սկզբից հենց հարմարվեցիր, թե դժվար էր, այնտեղ ամեն Չէ, իմ համար 11 շատ հեշտ էր, 11 տարեկանը դե փոքր էի ես։ Բայց ամեն դեպքում այնտեղ աշխուժ կյանքը չէ, երեխաները այնտեղ Բակում խաղեր, Բակում, այո, սպորտային խաղեր, ինքդ էիր խաղում, ոչ թե կոմպյուտերով, իսկ Իմ համար նույնն էլ այստեղ էր, որտեղ որ մենք եկանք ապարտմանում ենք սկզբում ապրում ու շատ ընկերներ ունեի, որոնք հայ էին, ռուս էին, նույն այդ ջահելությունը այստեղ էլ ա եղել, շատ հավես է անցել։ Դա շատ լավ է ամեն դեպքում։ Կոմիտասի փողոցում եք ապրում։ Չէ, Ֆուրմանովի վրա։ Ֆուրմանովի, Այո, Կոմիտասի։ Շատ լավ։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում այստեղ քո ուսմանը, որտեղ ես սովորել դպրոցում, համալսարանում, մինչ այժմ զբաղվում ես արդյոք ուսումով։ Սովորել եմ Վենայսում, Mulholland Middle School եմ գնացել, որ նոր եկել ենք այստեղ, հետո Birmingham High School։ Դրանից հետո սովորել եմ CSUN-ում որպես Political Science ու մինչև հիմա էլ enrolled եմ, ուղղակի գործը մի քիչ դժվար է, շատ ժամանակ է խլում, չեմ հասցնում հիմա, հիմա hold-ի վրա է։ Իսկ ինչու Political Science, արդյոք ունես նպատակներ քաղաքական ոլորտում, թե պարզապես դա ժամանակակից այն մասնագիտությունների շարքին է դասվում, ես գիտեմ, որ երիտասարդներն ընտրում են։ Պատմություն շատ եմ սիրում ու հետաքրքիր է այդ ամբողջ աշխարհի ձևված կերպը, դրա համար այդ մասն է ինձ ձգում Political Science որպես, բայց թե ինչ պիտի անեմ հետո, հələ որ չեմ որոշել, lawyer չեմ ուզում դառնալ։ Հստակ որոշել ես, որ lawyer չես դառնալ։ Բիզնեսը հələ որ շատ լավ է, Universal-ում աշխատելը շատ նորմալ է ամեն ինչ, դրա համար մի քիչ կձգվի допроцի երևի։ Отлично. У меня вопрос к вам. Вот вы по специальности не работали после окончания университета здесь или... Здесь нет. Нет. В Киеве в свое время, да, я работал по специальности, продолжаю учиться на заочном отделении в институте в Москве. А когда приехал сюда, поскольку не было языка, было очень тяжело продолжать учебу здесь. Вот. И кроме всего остального надо было начинать работать. Понятно. Как получилось, что вы создали вот этот механизм, который вот сейчас вы руководите, вот этот инструмент? В 1992 году я искал работу, одно время работал на стройке, потом мой родственник, мой дядя, он ремонтировал appliances, вот, и предложил мне, что он меня научит ремонтировать appliances, я их научился ремонтировать, и я их ремонтировал где-то практически лет 5. Вот. И в 1996 году я решил немножко отделиться от ремонта, перестать это делать и открыть первый магазин. И в 1997 году, в январе месяце, я открыл свой первый магазин. Первый магазин был, это было в свое время такие магазины, они назывались Maytag. Сегодня еще есть несколько магазинов, но в то время они были как бы очень популярные. Но проблема была в том, что мы продавали только некоторые фирмы, которые были именно в этих Maytag магазинах. И с 1997 по 2000 год у меня было уже 3 магазина. И в 2000 году я решил открыть магазин, который будет продавать эти все марки appliances, и которые мы сегодня, так сказать, имеем. Одним словом, это не ваша основная, значит, работа была до приезда в Америку. Но она вообще совершенно, абсолютно. Вот какие повороты бывают в жизни. Вы сами не удивились на себя? Удивился. Что вдруг я оказался в этой отрасли. Да. Շատ լավ, արագ թարգմանենք, ուրեմն Վասարեն մեր հյուրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսել է աշխատել իր բարեկամի հետ, որպեսզի կարողանա վերանորոգել խոհանոցային եւ լոգանային պարագաները, սովորել է վերանորոգել եւ հետագայում արդեն 5 տարի հետո այդպես աշխատելով նա որոշել է իր սեփականը բացել, այո, եւ կարողանալ առաջ գնալ ավելի այդ ոլորտում, ինչպես տեսնում ենք հաջողվել է եւ
ինչպես եւ պարոն Արամայանը նշեց, իր մասնագիտությունից լրիվ հեռու մի ոլորտ է, բայց ամեն դեպքում հաջողված հաստատություն է եւ մենք ուրախ ենք այդ ամենի համար, քանի որ հայերը նույնպես օգտվում են։ Այս բանը պիտի ընդհատվենք գովազդով եւ դիտենք գովազդը վերադառնանք, այսինքն լրատվական թողարկումը նույնպես։ Դիտենք լրատվական թողարկումն ու գովազդը, կվերադառնանք եւ արդեն կշարունակենք մանրամասնորեն զրուցել այս հաստատության մասին եւ հղել ձեզ հետաքրքրող հարցերը։ Մնացեք մեզ հետ։ Կրկին բարի լույս, նորից մենք եթերում ենք վերադարձանք լրատվական թողարկումից հետո, շատ հետաքրքիր նյութեր էին, լրություններ էին, հուսամ բոլորը ուշադրությամբ դիտում էին այն եւ այս պահին նորից ուզում եմ բարի լույս ասել, եթե չէին դիտում եւ նոր են արթնացել եւ միացել եւ պատրաստում են ժպիտներով ուրախ տրամադրությամբ սկսեն իրենց օրը։ Ես եք ասում, որ մնացեք մեզ հետ այս պահից եւ հետ այսօր եւ տեսեք թե ինչպեսի նորություններով ենք ձեզ ներկայացել այսօր։ Խնդրեմ ջի։ Այո, ես ուզում եմ նորից նշել, որ մեր տաղավարում են գտնվում այս պահին Universal Appliance and Kitchen Center-ի հիմնադիր տնօրեն Իգոր Ռոյսը եւ Էդվարդ Հայրապետյանը։ Սկզբնական շրջանում խոսեցինք նրանց կենսագրության մասին։ Այս պահին արդեն կանդրադառնանք նրանց գործունեությանը, նրանց հաստատությանը, ինչով են զբաղվում, ինչ է առաջարկում մեր հեռուստադիտողներին։ Բարի լույս կրկին, снова здравствуйте. Здравствуйте. После новостей мы снова приветствуем наших телезрителей, так как многие просыпаются позднее, чем остальные, присоединяются к нам позднее, так вот поэтому приветствуем. Начали разговаривать про вас, по биографию, где учились и родились, а вот сейчас уже хочу обратиться к вашей компании. Когда вы ее создали, сказали, что 5 лет после того, как вы начали работать, ремонтировать с вашей дядей, да, по-моему, и после 5 лет вы уже создали вашу собственную компанию. Когда это было, сколько лет назад, и почему вы решили создать именно эту компанию и именно кухонные приборы и не что-то другое, even though когда вы, не знаю, что вы были в этой бизнесе, но может и вам так понравилось или решили, что это необходимо для окружающих? Эта компания была создана в 2000 году, это было 13 лет назад. И почему я решил ее создать? Почему? Потому что в каждой семье, в каждом доме есть бытовая техника, то, так сказать, что мы продаем. Мы продаем абсолютно всю бытовую технику, и 3 года назад мы начали тоже продавать, так сказать, все сантехнические приборы, так сказать, мы продаем краны, мы продаем умывальники, мы продаем ванные комнаты и так далее, то есть все, что связано с ванной. С ванной комнатой тоже. Совершенно верно. Все эти годы, то, что эта компания существует 13 лет, естественно, мы начинали, я ее начинал, у нас не было всех марок, которые мы продаем сегодня, но сегодня я могу сказать с полной уверенностью, что мы практически продаем, можно сказать, практически 100% всего того, что сегодня, так сказать, есть в этой стране. Мы продаем не только американские товары, мы продаем товары, которые сделаны в Европе тоже. Вот, поэтому, когда люди приходят к нам сегодня покупать, они могут сегодня у нас в нашем шоуруме видеть абсолютно все товары, которые, так сказать, сегодня есть в этой стране, и они у нас все есть в нашем шоуруме на дисплее. А с каких марок вы начинали? Американских или когда? 13 лет тому назад? Начинали... Первые марки, которые, так сказать, мы начали продавать, эти были американские марки. Это была марка GE, это была марка Whirlpool, конечно, была марка Maytag, была марка Frigidaire. Вот. А сейчас уже предлагаете европейские модели тоже? Совершенно верно. Европейские модели у нас есть такие модели, такие марки, как Miele, мы продаем Gaggenau, мы продаем Bosch, американские компании, которые мы продаем, которые очень сегодня популярны, это Sub-Zero, это Wolf, это Viking, это Thermador, это Genair. То есть у нас, так сказать, очень большое variety есть продуктов, которые мы продаем. А интересно узнать, какие у вас покупатели, в смысле, с какой национальности они больше всего? Видимо, русские, армяне или вообще?
Присутствуют, конечно, русские армяне. Да. У нас в нашем шоуруме в студии Сити у нас работает несколько ребят, которые армяне. В нашем шоуруме в Колобасосе стор-менеджер армянин тоже. Вот. Естественно, русские тоже покупают. Ну и в основном, конечно, американцы. А вот мне интересно, армяне, какой бренд предпочитают больше всего? Вообще, мне интересно не ими, а вот европейские они предпочитают или американские бренды? Если мы говорим о таких брендах, которые high-end, то, что мы называем, то есть которые очень дорогие, то, конечно, предпочтение дается более американским брендам, такие как Sub-Zero Wolf, такие как Viking, такие как Thermador. Если мы говорим о более популярных брендах, которые европейские, тогда мы будем говорить о таких брендах, как Miele, Gaggenau, Bosch. Они тоже очень популярны. А у вас только элитные бренды или простые тоже есть? Но мы продаем все бренды, но элитные бренды сегодня пользуются намного большей популярностью. Почему? Потому что, как мы все знаем, сегодня экономика уже начала сдвигаться с мертвой точки. Сейчас намного лучше стало и construction, и ремоделинг. Вот, поэтому люди сегодня предпочитают более элитные бренды, потому что эти бренды сегодня опять-таки начинают уже приносить поднятие в стоимости. Они поднимают стоимость дома или квартиры. Каков обслуживающий персонал у вас? И как обслуга идет? Обслуживающий персонал у нас сегодня есть 3 locations. Значит, у нас есть шоурум в студии City, который находится на углу Laurel Canyon и Ventura. Laurel Canyon и Ventura. Да, да. Это southeast corner of Laurel Canyon Ventura. Да. Полгода назад мы открыли новый шоурум в Колобасос. В Колобасосе это выход со 101-го фривея Lost Hills Road. Это в шоппинг-центр, который находится прямо south от 101-го фривея. То есть очень удобно. Вышел с фривея, повернул налево и сразу этот шоппинг-центр, там где наш магазин. В каждом шоуруме работают salespeople, которые продают appliances и plumbing fixtures. Вот. У нас есть warehouse, который находится в Панорама Сити. В этом warehouse у нас сидит офис, который занимается покупками всего оборудования, которое мы продаем. Кроме этого сидят люди, которые делают customer service, которые отвечают на телефон. И в этом офисе в Панорама Сити у нас есть еще наш интернет-департамент, то есть у нас есть наш веб-сайт uakc.com, где вы можете посмотреть всю ту продукцию, которую мы предлагаем, вы можете посмотреть все features, можно прямо оттуда взять все размеры, то есть это как бы очень удобно. То есть на веб-сайте у нас есть абсолютно все. Спасибо. Ուզում եմ հարցս Էդվարդին ուղղել, քանի որ այսօր այստեղ աշխատում ես այս հաստատությունում եւ ուզում եմ իմանալ ինչքան ժամանակ է արդեն որ նրանց հետ ես աշխատում, ինչու որոշեցիր հենց այս կազմում ընդգրկվել եւ աշխատել նրանց հետ։ Մոտ 3 տարի է արդեն որ Universal-ում եմ աշխատում։ Սկզբում ես սկսեցի աշխատել purchasing department, այսինքն Panorama City-ում warehouse-ում, բայց սելսը շատ ավելի հետաքրքիր է անցնում, շատ ավելի մարդկանց հետ ենք խոսում եւ շփվում, դրա համար ինձ ավելի հարմար էր սա, տեղափոխվեցի ու 2.5 տարի է արդեն սելսի մեջ եմ Universal-ում։ Այսինքն քո պարտականությունների մեջ մտնում է լինել այնտեղ եւ երբ հաճախորդը գալիս է նրանց բացատրել ամեն ինչ, դա է համարում sales, թե ուրիշ կերպ է աշխատանքները։ Այո, հաճախորդները երբ որ ներս են մտնում, ունենք մի քանի sales person, նայած ով կմոտենա եւ կօգնի, որոշում ենք ինչ է հաճախորդին ավելի ճիշտ, որն ավելի հարմար իրենց թե գնի համար, թե ինչն է նրանց, ինչ են ուզում իրանք, եւ այդպես շարունակում ենք գործել։ Էդվարդ, որ ապրանքատեսակներն են առավել վաճառվում։ Այս բանի պիտի ընդհատվենք գովազդով, դիտենք գովազդը, վերադառնանք եւ անմիջապես կպատասխանենք պարոն Արամայեսի հարցին։ Այժմ գովազդներ եթերում։ Կրկին եթերում ենք եւ հարց հնչեց Էդվարդին, խնդրում եմ պատասխանի հարցին։ Այո, հարցրեցիք, որ ապրանքներն են ավելի շատ գնում։
մեծ մասամբ ովքեր որ նոր տուն են գնում, բոլոր kitchen-ի, այսինքն խոհանոցի ապրանքները ուզում են փոխել, այդ ամենակարևոր մասն է տան, հանգիստ ապրելու եւ նաեւ տան գինն է բարձրացնում։ Դրա համար միշտ հասարակ, այսինքն 30 ինչ գազը, մակրովեյվը վերևը, դիշվաշերը եւ սառնարան։ Սառնարան ամենամեծ մարկետն է, բոլորին պետք է սառնարան շատը այդ ապրանքն են փոխում, մնացած բաները մեկ-մեկ թողում են, հետո են գնում այդ առումով։ Դուք ինքներդ եք չէ՞ տեղափոխում այդ ապրանքը, եթե պատվիրեց հաճախորդը ձեզ մոտ։ Պատվիրելուց հետո այո, մենք համ delivery ենք անում, համ installation։ Բոլոր մեր վարորդները ունեն certificate installation-ի համար, so բոլորը certified installer-ներ են մեր մոտ աշխատում։ Ապահովագրություն, գարանտիա, ամեն ինչ։ So ինչ որ մենք վաճառում ենք, նաև install ենք անում։ So հինը կհանենք, նորը կդնենք, install կանենք, մեր գնալուց հետո պատրաստ է օգտագործել։ Եթե վերցնենք այսպես ուղղակի պարզ խոսենք շուկայական գների հետ, ձեր գները բարձր են թե ցածր ավելի։ Համեմատաբար շատ ավելի ցածր են բոլորից։ Այդ գալիս արդեն մեր աշխատողներից, սիրում ենք հայերին շատ օգնել, մեծ մարկետ ունենք հայկական այդ էրիայում, North Hollywood-ից, Glendale-ից բոլորը մեր մոտ են գալիս։ Դրա համար մեր մոտ ավելի ցածր են։ Բայց ինչ ստացվում, որ ավելի ցածր է ամեն դեպքում, եթե մնացած, այսինքն զգալի ցածր է, ինչպես եք դա կարողանում ապահովել։ Ուրիշ կամպանիաները ավելի մեծ corporation-ներ են, իրանք թվեր ունեն, որ դրանից պակաս, այսինքն չեն կարող անել։ Մենք ուզում ենք օգնենք հաճախորդին այն ապրանքը վաճառել, որը որ ճիշտ է իրանց գների սահմաններում, ու էլի նույն ապրանքը ուրիշ տեղերից ավելի ցածր գնով կլինի անպայման։ Շատ ներողություն եմ խնդրում, որովհետև ճիշտ տեղին է, որ հարցնեմ։ Իհարկե հեռուստադիտողներից շատ-շատերը հիմա հավանաբար լսում են եւ հետաքրքրված են նոր սառնարան թեկուզ վերցնենք գնելու եւ տեղին կլինի հավանաբար մենք հիմա նշենք թե որտեղ է գտնվում այդ խանութը։ Խնդրեմ հեռուստադիտողներին։ Ունենք երկու խանութ, մեկը Studio City-ում, Laurel Canyon եւ Ventura, իսկ մյուսը in Calabasas։ Նա Last Hills exit-ի վրայից է, հենց 101 freeway-ից որ դուրս է գալիս ձախի վրա, երկուսն են շատ հեշտ է freeway-ից դուրս գալ։ Հետաքրքիր է նաեւ որ Calabasas-ում այդքան շատ չի հայկական, բայց շատ հայ հաճախորդներ ունենք, որ նաեւ այնտեղ են գնում։ Չէ, մեր հեռարձակման շրջանակը այնքան լայն է, որ ամբողջ Կալիֆոռնիայում են տեսնում, ավելի քան վստահ եմ, որ ովքեր որ լսեցին, անպայման կգան, եթե Կալաբասասում են ապրում, կգան անպայման ձեր խանութը։ Որովհետև հետաքրքիր է ձեր խանութը դիտելը, ինչպիսի ապրանքներ ունեք։ Իգոր արդեն ռուսերեն ասաց, բայց ամեն ինչ որ մենք ունենք, ցույց ենք տալի, լայվ, այսինքն կարող եք միացնել, օգտագործել, տեսնեք ինչպես է աշխատում, որ ավելի հեշտ որոշեք, որ ապրանքն ավելի։ Որպեսզի պատկերավոր լինի, դուք ցուցադրում եք նաև նրա աշխատանքը տեղում, հա։ Այո։ Մենք ունենք փոքր տեսանյութ, որ պատրաստել է մեր գործընկեր Արմինե Ամիրյանը, ես ուզում եմ անպայման դիտենք այդ տեսանյութը, որը հենց այս հաստատության մասին է, եւ ավելի լայն պատկերացում կազմենք։ Այժմ խնդրեմ, դիտենք տեսանյութը։ Դիտենք։ 2000 թվականից ամերիկյան շուկայում հաջողված գործունեություն է ծավալում Universal Appliances and Kitchen խանութ սրահը, ունենալով մասնաճյուղեր Studio City-ում եւ Calabasas-ում, այն անցած տարիների ընթացքում հարյուրավոր քաղաքացիների, խոհանոցի եւ լոգարանի պարագաների ընտրության ամենանախընտրելի վայրն է դարձել։ Հանդիսանալով պաշտոնական գործընկեր եւ ներկայացուցիչը աշխարհահռչակ հայտնի ընկերությունների, որոնք այս բնագավառում որակյալ արտադրանքի չափանիշներ են ստեղծում։ Calabasas-ի մասնաճյուղը վերջերս է բացվել, բայց եզակի այս ցուցասրահում ներկայացված են հայտնի բրենդների ամենալավագույն արտադրանքները։ Անունները կոչված անուններ են Sub-Zero Wolf, Viking, Thermador, Jenner, Miele, so լավագույն որակի ապրանքներ ենք մենք ծախում ստե։ Մեր հաճախորդները շատ ուրախ են, որ սենց լավ ապրանքներ, especially մեր հայերը սիրում են սենց ապրանքներ ունենան։ Սառնարաններ, գազի կաթսաներ, վառարաններ, խմիչքների պահման հատուկ տարաներ, ամանների լվացման եզակի տեխնոլոգիաներ։ Այստեղից ձեռք բերված ցանկացած ապրանք ներդրում է ձեր ապագայի համար, քանի որ ինչպես խանութի մենեջերն է նշում, աշխարհահռչակ բրենդների ներկայությունը ձեր բնակարանում բարձրացնում է նաև բնակարանի ինքնարժեքը։ Sub-Zero Wolf դնեք ձեր տան մեջ կամ Viking դնեք կամ Thermador դնեք, իհարկե ձեր տան արժեքն է կբարձրանա։ Դրա համար մարդիկ գալիս են, նայում են, տենում են այս ապրանքները ուզում են դնեն, որ ապագայում եթե իրանց տունը ծախելուց լինեն,
էլի լավագույն ապրանք կլինի մեջը ու արժեքը ավելի թանկ կարան իրանց տունը ծախեն։ Խանութում ներկայացված են ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան հայտնի ընկերությունների ամենավորակյալ եւ մեծ պահանջարկ ունեցող արտադրանքը, որն անշուշտ ունի մի շարք առավելություններ։ Bosch-նա, Miele-նա, Gaggenau-նա, այդ դրանք եվրոպական ապրանքներն են։ Ամերիկականներն է կարան Thermador-ն ամերիկական, Viking-ն ամերիկական, մեկ է Sub-Zero Wolf, Ամերիկայի ամենալավագույն բրենդ նեյմն է այստեղի։ Ասենք թե Sub-Zero-ի մեջ վեկալես սալատ տնես, կարող է մի երկու շաբաթ ավելի շատ դիմանա, քան թե regular սառնանի մեջ։ Այստեղ կարող եք օգտվել նաև հատուկ ֆինանսավորման ծրագրից 0% interest rate-ով։ Certified installation-ներ էլ ունենք, որը որ ապրանքների մեջ մեր ինստալերները train են եղած։ Սովորում են ոնց ինստալանեն, ճիշտ ինստալանեն, հետո գարանտիները extra է ստանում, մի տարի ավելնորդ են տալի, որտեղ մենք certified ենք մեր ինստալերները։ Անցած տարիների ընթացքում Universal Appliances and Kitchen խանութ սրահից մեծ թվով հայեր եւ ամերիկացիներ իրենց բնակարանի համար անհրաժեշտ գնումներ են կատարել։ Բացի այդ, խանութը հայտնի է բարձրակարգ սպասարկումով եւ մատչելի գներով։ Խոհանոցից բացի այստեղից կարելի է ձեռք բերել նաեւ լոգարանի համար անհրաժեշտ եզակի պարագաներ, ջակուզիներ եւ այլք։ Եզակի դիզայնով ցուցասրահը կարող է բավարարել անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները։ Սաղ է Sub-Zero Wolf Kitchen-ը կոչվում է, ասենք թե living kitchen, Sub-Zero-ի ամենալավագույն setup-ն է, ասենք թե ինչ ապրանք ուզենաս, այդ brand name-ի մեջ ու Sub-Zero Wolf-ի այստեղ կա, այս շոուրումի մեջ կա։ Սա Studio City-ի մասնաճյուղն է, այստեղ նույնպես աշխատանքային եռուզեռ է տիրում, ուրախ են, որ հնարավորություն ունեն իրենց հաճախորդներին ներկայացնել շուկայի ամենալավագույն արտադրանքը, որակն ու մատչելի գները երաշխավորված են։ Ողջունում ենք ձեզ մեր խանութի Studio City-ի մասնաճյուղում, այստեղ դուք կարող եք գտնել խոհանոցի եւ լոգարանի համար անհրաժեշտ ամեն ինչ, շուկայի ամենաբարձրակարգ եւ մեծ պահանջարկ ունեցող արտադրանքը։ Այստեղ մեկ հարկի տակ կարելի է գտնել այն ամեն ինչ ձեզ հարկավոր է, այցելեք եւ ինքներդ կհամոզվեք։ Universal Appliances and Kitchen խանութ սրահին է պատկանում այս հսկայական պահեստը, հենց այստեղ են ընդունում ամերիկյան եւ եվրոպական հայտնի ընկերությունների ապրանքները։ Մեր խանութ սրահներում ներկայացված են ամենահայտնի ընկերությունների խոհանոցի եւ լոգարանի պարագաներ։ Առաքումն ու տեղադրումն իրականացնում են մեր առաջատար մասնագետները։ Այժմ մենք գտնվում ենք մեր գլխավոր պահեստում։ Այս հսկայական պահեստը վկայությունն է ներկայացվող բազմազան տեսականու։ Աշխարհահռչակ հայտնի ընկերությունների հետ մենք սերտ համագործակցում ենք։ Այստեղ ներկայացված արտադրանքն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունի եւ այստեղից ձեռք բերված ցանկացած ապրանք ձեր բնակարանին առանձնահատուկ շուկ կհաղորդի։ Մենք երաշխավորում ենք շուկայի ամենացածր գները։ Մենք ունենք շատ հայ հաճախորդներ եւ ուրախ ենք հայերի հետ համագործակցության համար։ Այստեղ դուք կգտնեք այն ամենն, ինչ փնտրում եք։ Արմինե Ամիրյան, Վարդգես Տիգրանյան, US Armenia, Los Angeles։ Շարունակում ենք մեր հաղորդումը բարեկամներ, ինչպես արդեն դուք տեսաք եթերում, տեսականին բավականին մեծ է, լայն է եւ շատ բաներ կան, որոնք որ մենք հավանաբար չգիտենք։ Եվ իհարկե հեռուստադիտողը տեսավ այս ամենը եւ նրանք հետաքրքրի թե Էդվարդ, ինչ արժեքի սահմաններում է սա։ Ունենք ապրանքներ բոլոր կատեգորիայի համար, այսինքն շատ ցածր գներից մինչև շատ բարձր։ Ամբողջ kitchen-ի ապրանքները կարող է լինի մոտ $3000-ից սկսած մինչև 30-40։ Ինչ է մտնում դրա մեջ խոհանոցի ապրանքների dishwasher, գազ, մակրովեյվ եւ սառնարան, այդ 4 կտորը։ 4-ը միասին 3000։ Package-ա կոչվում։ Հետո Իսկ ինձ մի հարց է հետաքրքիր, եթե ասենք հաճախորդը գա եւ ձեզ ցույց տա որևէ մի այլ հաստատություն, որտեղ կա նույն ապրանքը ավելի էժան գնով, դուք այդ price match անում եք, ավելի էժան գնով հնարավոր է որ դուք տաք։ Չունենք մենք այդ price match guarantee-ն, բայց միշտ մեր գները ավելի ցածր է, այսինքն եթե կարողանանք անպայման կանենք, so եթե այդպիսի մի բան լինի, անպայման match կանենք։ 3000-ից բարձր ինչպես է գնում, կան մարդիկ, որոնք ավելի շատ ավելի բաներ կա, որ խոհանոցում կարակ ավելացնեք, այսինքն coffee maker կարակ ավելացնեք, եթե գինի եք շատ սիրում խմել, wine cooler կարակ տնեք, տարբեր ապրանքներ կա, որը գինը շատ ավելի կբարձրացնի խոհանոցի եւ նույնիսկ տան։ Դրա համար տարբեր գների ապրանքներ կա։ Ես լսեցի, որ ինչ-որ 100,000 անցնող ինչ-որ ապրանք ունի։ Այո, այդ հետաքրքիր թեմայի մասին մենք կզրուցենք գովազդից հետո, ինձ էլ էր այդ գները շատ հետաքրքրում։ Այժմ գովազդ մեր եթերում կվերադառնանք եւ կշարունակենք զրույցը։
Շրջանակում ենք մեր աշխատանք ուղիղ եթերում, Լոզան դատարի ազգամիջման ընթացքում զրուցում էինք գների մասին, եւ շատ հետաքրքիր, օրինակ ես որպես խոհանոցից հեռու անձնավորություն, այսպես ասեմ, չեմ հասկանում, թե ինչու պիտի գնեմ $120,000 արժողությամբ կամ $60,000 արժողությամբ գազօջախ, եթե կարող եմ գնել $5,000 համարժեք մի բան եւ նույն տաքությամբ պատրաստել կերակուրը։ Անպայման նույն հաճախորդի համար նա ստեղծված չի, կան տներ, որոնք միլիոններ անցնում են, այդ տների մեջ ավելի որպես show piece դնում են այդ գազերը։ Այդ գազը, որ դուք ասացիք 60 կամ 120,000 Ֆրանսիայում է սարքվում, La Cornue company-ն է։ Ու շատ տարբեր է էփում, քան մնացած գազերը։ Ինչն է առավելությունը, որովհետև եթե ասենք թե կարող են գնել մեքենա, ասենք շարժը, բան, ինքնաշարժ կարող են գնել 6,000-ով կամ 60,000-ով, տարբերություն նույնն է գազօջախի, բայց այդտեղ մեքենայի պարագայում արագությունը, գեղեցկությունը, հարմարանք եւ այլն, գազօջախի այդ նույն բաները գազի հետ են տարբերվում, այսինքն ավելի մեծ է, ավելի սիրուն, ավելի շատ վերևը օպշններ ունի, բայց բացի դա այդ գազը, եթե դրա մասին ենք խոսում, եթե մնացած գազերը կամ գազով են էփում կամ էլեկտրիկ, այսինքն հենց տաքությունը գալիս է գազից կամ այդ էլեմենտից, սա այսինքն ներքևը եւ վերևը փուրի պես քար է վրան դրված, այսինքն այդ քարն է սկզբից տաքանում, հետո տաքությունը շատ ավելի հավասար հետ է գալի։ Բայց ինչ է տալիս, այսինքն կերակուրը հավասարաչափ պատրաստվում։ Այո, հաց թխելուց կամ տենց բաներից շատ ավելի բեյքինգի համար շատ ավելի լավ է էփում։ Ձեր մոտ գազօջախ, նաև էլեկտրական օջախ չէ՞ կա։ Հիմա շատ թե միայն գազօջախներ են։ Երկուսն էլ կա, համ էլեկտրիկ, համ գազ, եւ կա նաեւ dual fuel, որ մարդիկ սիրում են, երբ որ վերևն են էփում, գազով էփեն, այսինքն տեսնեն կրակի բարձրությունը, որ իմանան տաքությունը։ Իսկ եթե օվենի մեջ է լինում, այսինքն այդ կրակը իրանք չեն տեսնում։ Շատ անգամ էլեկտրիկ է դա լինում, այսինքն ներքևը էլեկտրիկ եւ վերևը գազ։ Էլեկտրիկը ավելի, այսինքն եթե դնեք 350 աշճան, միշտ կլինի 350 աշճան, գազը մի քիչ ավելի շատ ատանում ունի։ Դրա համար էլեկտրիկը մի քիչ ավելի թանկ է։ Ես միևնույնն է չհասկացա, թե 120,000-ը դա ինչն էր ապահովում։ Նախ գեղեցիկ է։ Կարող է խոսում է, երաժշտություն կա։ Արդյոք դա, ասենք, օրինակ, սա պատրաստված է այնպես, որ, չգիտեմ, պահպանի տունը վնաս չտա պատերին կամ այդպիսի բաներ են հաշվի առնում։ Երկարադիմացկուն են երևի նաև։ Բոլոր գազերը, այսինքն շատ ապահով են, ոչ մի գազը տունը բաժար չի տա, բայց բացի այդ գազը 125 տարի life expectancy ունի, ու դրանից հետո էլի պետք է ընդհանրապես սերվիս եւ էլի երկար կաշխատի։ Ամեն ինչ, այսինքն solid երկաթով է սարքած։ Ես այն տարբերակները ուզում եք ժառանգություն թողնել։ Դες է, 25 տարի ժառանգություն է արդեն դառնում։ 25 տարի հետո արդեն անտիկ կդառնա, այդ վաղ գինը երևի ավելի թանկ կլինի։ Լավ, իսկ ընդհանրապես հաճախ են գնում այդքան բարձր կարգի ապրանքները, թե ընդհանրապես որ ապրանքն է ավելի շատ սպառման ենթակա։ Զարմանալի է, բայց այո, շատ են գնում այդ ապրանքներից։ Դրանք էլ ունեն փակեջներ, թե։ Այդ կամպանիները, որոնք ավելի թանկանոց specialize են մի ապրանքի վրա, այսինքն La Cornue գազերն է շատ լավ սարքում, իրանք ունեն եւ իրանց հուդերը, այսինքն գազի վերևը, որ այդ ծուխը ամեն ինչ դուրս հանի։ Նաև ունեն իրանց կաբինետները քիչնի, բայց գները շատ են բարձրանում, այսինքն մի քիչնը կարա լինի $250,000, եթե իր կաբինետներով հավաքվի, այսինքն կերևա որ ամեն ինչը մի կտոր է գազի հետ, ոչ թե կабинетները առանձին եւ գազը առանձին. Հասկանալի. У меня вопрос к вам. Вот как фаундер, в чем преимущество вашей компании? Почему люди должны покупать именно у вас и не идти в какой-то любой магазин, где продают вот холодильники, плиты, газовые плиты и все кухонные приборы или для ванной комнаты? Почему к вам они должны прийти? У нас в шоуруме все appliances, которые у нас есть в шоуруме, они все включены. То есть вы когда приходите в наш шоурум, вы можете любой appliance попробовать, вы можете его включить, вы можете посмотреть, как работает тот или иной appliance. У нас есть, допустим, в Studio City шоуруме у нас стоит 7 кухонь, которые полностью live.
Там работают плиты, там работают вытяжки, там работают те же куктапы и все остальное. Там есть газ, вода и все остальное. Кроме этого мы делаем кухонные demonstrations, то есть приходят с разных компаний, которые мы продаем, к нам приходят повара, и они у нас в шоуруме готовят. Основное преимущество, допустим, нашего шоурума по сравнению с другими шоурумами, это то, что мы продаем абсолютно все. Кроме всего остального, мы делаем delivery, мы делаем installation. И как Эдвард уже говорил, когда мы делаем installation, наши installers, они factory certified installers, и наши клиенты, которые у нас покупают, из-за того, что мы это устанавливаем, они получают еще 1 год гарантии. А у вас есть специалисты, которые до того, как покупать, они поедут в дом, посмотрят дом, посмотрят, что вот дизайн, как кто к чему идет, и поконсультировать и что сказать, подходит к кухне, к дому и все такое, или у вас просто техника и что? Мы с удовольствием офферим эти сервисы, то есть опять-таки человек может прийти к нам в магазин и может проконсультировать с нашими sales people прямо у нас в магазине. Если нужна консультация дома, наши sales people опять-таки могут выехать к человеку домой и поговорить и посоветовать, что ему необходимо в его кухне. Если они хотят, мы можем прислать наших инсталлеров, и наши инсталлеры могут тоже посмотреть и уже как бы на месте определиться, что они могут поставить, что они не могут поставить. А дизайном не занимаетесь? Дизайном мы не занимаемся. Почему? Потому что мы кухни, сами кабинеты кухонные мы не продаем. То есть мы продаем только бытовую технику и всю сантехнику, которую, так сказать, вы можете использовать в доме. Թարգմանել երևի։ Այո, իհարկե, ես ցանկին մոռանում եմ թարգմանել, շնորհակալություն հիշեցնելու համար։ Լավ, ուրեմն փաստորեն մեր հյուրն ասաց, որ տարբերություն է առավելությունը, այո, սովորական խանութների հետ համեմատելիս այն է, որ հենց իրենց հաստատությունում կարող եք գնել համարյա բոլոր ապրանքանիշների խոհանոցային այդ պարագաները տեխնիկան, նրանք ապահովում են եվրոպական եւ ամերիկյան յուրաքանչյուր բրենդի պարագաներով եւ կարող եք հենց այնտեղ տեսնել, ունենում են անգամ խոհարարներ, ովքեր գալիս են եւ պատրաստում են ձեր աչքի առաջ, որպեսզի տեսնեք թե ինչպես է այդ ամենը իրականացվում, ջուր ունեն, ամեն ինչ միացված է, ամեն ինչ տեղում կարող եք ստուգել, ինքնից տեսնել, բացի այդ ունեն նաեւ աշխատակիցներ, ովքեր որ անմիջապես գնելուց հետո կարող են ձեզ հետ միասին բերել եւ այդ ամենը միացնել, ամեն ինչ կարգավորել ձեր տան մեջ, եթե ունեք կարիք, որպեսզի ձեր տանը գան եւ տեսնեն թե ինչ է հնարավոր արդյոք ձեր տանը միացնել, որը կարող է ձեր տանը լավ աշխատել, որը ոչ, ձեր խոհանոցին որն է հարմար, այդ ամենն էլ է իրականացվում, նախորդ կարող են գան այդ կոնսուլտանտները եւ ստուգել, խորհուրդ տալ ձեզ ամեն ինչ, միակ բանը որ ասած որ չեն զբաղվում դա դիզայններ, դա էլ այն պատճառով, որովհետեւ նրանք պարզապես այդ կահույքի հատվածը չունեն, կահույք չեն վաճառում, այդ իսկ պատճառով այդ դիզայնի հատվածը նրանք չեն կարող ապահովել, բայց թե որն է հարմար ձեր խոհանոցին, այդ հարցում նրանք ձեզ անպայման կօգնեն, թե տեխնիկապես, թե կարծում եմ անգամ չափսերով, չէ, որը ճիշտ կտեղադրվի, ինչը կլինի, եւ այդ հարցին դու օգնես, այո, չափսերը ամեն դեպքում դիզայնին ինչ որ չափով դիզայնի մասն է կազմում, բայց նաեւ հարմարավետության եւ աշխատանքի, չէ, որ չափսն է հարմար, ինչը կարող է ճիշտ ավելի ծառայել, ավելի երկար ծառայել, այդ հարցերով զբաղվում եք, այո։ Այո, անպայման, բոլոր մեր աշխատողները շատ լավ տիրապետում են բոլոր բրանդերին, այսինքն ֆիրմաները մեզ տանում են իրենց գործարանները եւ ամեն ինչ տեսնում ենք ինչպես են իրանք սարքում, տարին մոտ 2-3 անգամ ամեն մի աշխատող գնում է, դրա համար մեր աշխատողները ամեն ինչ մենք գիտենք միջև թղթերին նայել է, քիչենի չափին նայելով եւ տեղին համեմատ կարող ենք շատ ճիշտ ընտրություն կատարել հաճախորդի համար եւ նրան ոչ թե ամբողջ շոուրումի ապրանքներին նրանք նայեն, ավելի 2-3 package կարող ենք իրանց ցուցադրել, որ դրանց մեջից իրանք ընտրեն ավելի հեշտ եւ ավելի ճիշտ։ Իսկ դիզայնի համար կապված specification sheet-եր կա, այսինքն իրանց մենք տալիս ենք իրանց կոնտրակտորներն են արդեն դա օգտագործում։ Այս բանին կրկին պիտի դիտենք գովազդ, մեր շատ սպասված եւ գովազդը դիտելուց հետո կրկին կվերադառնանք։ Մնացեք մեզ հետ։
Շարունակում ենք մեր եթերը, ես կրկին նշեմ, որ մեր տաղավարում այսօր գտնվում Universal Appliance and Kitchen Center-ի ներկայացուցիչները, հիմնադիր տնօրենը եւ աշխատակիցներից մեկը։ Նրանց հեռախոսահամարը տեսնում եք էկրաններին, ես ասեմ նաեւ 818-755-11-11 զանգահարեք անպայման եւ կարող եք ձեր հարցերն ուղղել։ Փաստորեն մենք մինչ այս պարզեցինք, որ օգտվելով Universal Appliance and Kitchen Center-ից նրանց առավելությունն այն է, որ կարող եք մեկ տեղում գնել ցանկացած բան, ինչ որ ձեր խոհանոցի եւ լոգարանի հետ կապված է, տեխնիկական հատված է իհարկե, խոսքը վերաբերվում է օրինակ գազօջախների մասին, վերաբերվում է խոհանոցային այդ ծորակների մասին, որին կանդրադառնանք դեռ։ Յուրաքանչյուր բան կարող եք այնտեղից գնել եւ ամենակարևորն այն է, որ նրանք առաջարկում են նվազագույն արժեքները, այսինքն այնտեղ կտեսնեք ամեն ինչը ավելի էժան գներով, քան մնացած ուրիշ խանութներն են առաջարկում։ Դրա հետ մեկտեղ անգամ ունեն իրենց աշխատակիցները, ովքեր անմիջապես կբերեն եւ կտեղադրեն դրանք։ Տարբերությունը այն է, որ եթե գնում եք ամերիկյան որևէ մի մեծ տեխնիկայի խանութից, ապա դուք ենթադրենք գնելով կոնկրետ X բրենդի ապրանքը, խանութը չի բերում տեղադրում, այլ տալիս է հեռախոսահամար, որպեսզի այդ X բրենդի ապրանքը, բրենդի աշխատակիցները բերեն եւ տեղադրեն, եւ դուք չունեք այդ control, այդ տարբերակը, որպեսզի կարողանաք ավելի հեշտությամբ այդ ամենն իրականացնել, որը եւ առաջարկում է Universal Service Appliance and Kitchen Center-ը։ Այդ հարցում կարծում եմ, որ ամենակարևորագույն հատվածն էր, որ միանգամից անմիջապես կարող են հենց աշխատակիցների հետ հաղորդակցվել եւ միասին անել։ Եվ անդրադառնանք մնացած մյուս թեմաներին եւ համոզված եմ, որ կան այլ հարցեր, որ հետաքրքրում են։ Օրինակ, как финансирование? Насчет этого давайте поговорим. Каждый день мы нашим клиентам делаем финансирование. Если кто-то не может заплатить сразу, мы можем дать финансирование на год без интереса. В разное время года у нас есть определенные промоушенс, которые мы получаем от тех или иных наших вендоров. И мы можем офферить 18 и 24 месяца финансирования, беспроцентное тоже. Беспроцентное 18 месяцев? В течение года есть определенные, так сказать, допустим, сейлы, такие сейлы, как 4th of July, такие сейлы, как Christmas Sale, вот, когда мы можем офферить 18 и можем офферить 24 месяца. Աստան հարգելի հեռուստադիտողներ, նրանք կարողանում են անգամ տրամադրել այդ 0%-ով ֆինանսավորում, որպեսզի կարողանաք դուք 6-ից 18 ամսվա ընթացքում առանց որևէ տոկոս վճարելու գնել ձեր ցանկացած ապրանքը, բայց 18%-ն ասած, որ ոչ բոլոր ժամանակ, տարվա ոչ բոլոր ամիսներին է հնարավոր, այլ կոնկրետ ժամանակներ կան, special ժամանակներ կան, որ դա տրամադրում են, ոչ միշտ է դա, բայց ամեն дեպքում 6-ից 1 տարի կարողանում են ընդհանրապես տարվա ընթացքում տրամադրել։ Вот 0% финансирования. Это зависит от кредита или любой человек может использовать свой кредит и получить 0% финансирования? В основном, конечно, да, это зависит от кредита. Во всяком случае, там не только кредит, там еще расцениваются другие факторы, как люди платят все остальные свои кредиты. Вот. И кроме всего остального, все зависит от суммы финансирования. То есть, естественно, когда сумма немножко больше, то и requirements немножко другие. То есть финансирование даете не вы, не ваша компания, а вот вендор, да? Да, мы юзаем компанию GE, General Electric, они делают для нас финансирование. То есть, что клиент, когда клиент получает finance, он получает GE кредитную карточку, которая, эта карточка assign нашему магазину. И в любое время, если ему нужно что-то купить, не обязательно это сегодня или завтра, то есть человек может прийти в наш магазин и купить все, что ему необходимо с этой карточкой. Ваши покупатели с какого района больше всего? И еще вопрос, из других штатов бывает ли покупатель? Да, мы очень много продаем на интернете, люди покупают из других штатов, и мы, так сказать, шипаем эти appliances. Единственное, что мы installation, конечно, не делаем в других штатах, то есть мы просто их шипаем. Вот. Но почему в других штатах? Потому что когда люди покупают out of state с другого штата, они не платят sales tax. Вот, поэтому люди экономят. О вашем магазине знают ли в России, скажем, или в Украине? Или еще
Думаю, что нет. Нет. Дело все в том, что очень много есть клиентов, которые хотят купить ту или иную бытовую технику, которую они хотят отправить в ту же Россию, Украину, Армению. Вот. Но дело все в том, что мы не имеем права это делать, потому что там у них 220 вольт, здесь 110 вольт. Вот, поэтому совершенно другие, так сказать, requirements того или иного оборудования. А вот если человек покупает и какие-то проблемы с техникой, возникают с техникой, вы, допустим, если не в гарантии, вы все равно консультанты будут помогать или обозначить, в чем проблема, или дополнительная плата нужна для этого? Сколько длится гарантия? Ну, гарантия каждого, так сказать, appliance, она разная. В основном это год от компании-производителя. Вот если после года что-то происходит? Если после года что-то происходит, опять-таки, все зависит от того, когда это произошло. Если это произошло через год, 1 неделю, то мы, естественно, можем поговорить с производителем, и они могут продлить на неделю эту гарантию. Вот. Но мне кажется, что то есть то, что мы сегодня имеем в магазине, мы продаем сегодня extended гарантию. То есть extended гарантия, да, мы продаем, это у нас есть гарантия up to 5 лет. Вот. И когда человек покупает эту 5 лет гарантию, то есть он может купить год, он может купить 2, он может купить 3, 4 тоже. Вот. Но как бы самая лучшая гарантия считается это 5 лет гарантии, и она начинается после 1-го года. То есть если человек покупает эту, так сказать, extended warranty, он имеет 6 лет полной гарантии. А сколько стоит гарантия? Это зависит от цены продукта? Совершенно верно, да. Зависит от цены продукта, но она в принципе недорогая. То есть если вы разобьете эту сумму на 5 лет, то получается буквально какие-то копейки каждый год. Эдвард, ինչ է ավելի շատ վաճառվում ձեզ մոտ? Я спрашиваю, что больше всего у вас? Թարգմանեմ մինչ անդրադառնալը հարցին։ Փաստորեն 0% ֆինանսավորումից հետո խոսացինք նաև այն մասին, որ ընդհանրապես իրենց ունեն այդ guarantee-ն, warranty ասվածը, փաստորեն կարող եք գնել 1 տարուց հետո, անգամ 5 տարով գնել եւ 6 տարի կլինի ընդհանուր։ Դա ասած որ չնչին գումար է, քանի որ երբ բաժանում ես ընդհանրապես կապ ունի բնականաբար ապրանքի գնից, բայց երբ բաժանում ես այն 1 տարվա ամիսներին, ամսական բավականին չնչին գումար է, ամեն դեպքում 6 տարով կարող ես ունենալ ապահովագրություն, որ եթե հանկարծ Աստված մի արասե մի բան լինի, ապա նրանք կկարողանան այդ հարցում դες օգտակար լինեն։ Իսկ եթե գնում եք եւ չեք ուզում, գնում եք ապրանքը, բայց չեք ուզում առանձին գնել ապահովագրությունը, ապա 1 տարի ունենում եք այդ առավելությունը, որ ցանկացած մի բանի դեպքում կարող եք անպայման դիմել նրանց։ Ասած որ նրանք իհարկե շատ բարեխիղճ են եւ եթե ձեր ապահովագրության ժամկետն անցել է, ասենք 1 շաբաթ առաջ կամ մի փոքր ժամանակ առաջ, ապա նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի կարողանան վենդորի հետ խոսել, այդ մեծ կամպանիների, ովքեր տրամադրում են ապրանքանիշները, նրանց հետ խոսել, որպեսզի կարողանան ձեզ օգտակար լինել։ Այնպես որ ամեն ինչ շատ մարդկային է այստեղ, ինչպես տեսնում եք, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդների կարիքները լիարժեք կարողանան հոգալ։ Անդրադառնանք ձեր հարցին արդեն ներեցեք։ Հարցը ստորեցի։ Այո, նայած ժամանակի բոլոր կամպանիները ունեն իրենց պրոմոշնները եւ զեղչերը, այսինքն եթե նայենք Thermador-ի մոտ package առնելու դեպքում կարող եք save անել մոտ $6000։ Եթե իրենց գազօջախն եք առնում, իրանք ձեզ dishwasher-ը ջրի են տալի, որպես նվեր, ավելացնում եք սառնանը եւ հուդն են ջրի տալի գազի վերևը, որ դրվում է։ Ամեն կամպանի տարբեր է ժամանակ առ ժամանակ, նայած որ ժամանակին հաճախորդը գա, կարող է մի 2-3 կամպանիի մեջ որոշել որն է ամենալավ դիլը այդ ժամանակին։ Մեր հայերի խորհուրդը որ օրերին գան։ Մենք միշտ զեղչեր ունենք ու գոնե մի կամպանին այդ ժամանակում անպայման լավ դիլ կլինի։ Ամենանոր զեղչը լինելու Viking-ը նրանք են նույն դիլը անելու։ Սկզբում մենակ Thermador-ը եւ Jenner-ն էր, որ ունեն 2 ջրի ապրանքը եւ Jenner-ը նաեւ installation-ի գումարն է ամբողջ վճարում ձեր փոխարեն, այսինքն դուք վճարում եք եւ Merlin rebate հետ եք ստանում, իսկ ջրի ապրանքների համար մի անգամից, այսինքն ընդհանրապես չեք վճարում։ Նոր Viking-ը նույն ձևա լինելու, այսինքն երբ որ գազ առնեք, dishwasher-ը ջրի կգա եւ եթե սառնան ավելացնեք, հուդը ջրի կգա։ Շատ լավ։ Այժմ կրկին մեր եթերում կլինի գովազդ եւ գովազդից հետո անմիջապես կշարունակենք եւ մնացած սպեշալների մասին կտեղեկանանք։ Այժմ գովազդ։
Բայց վերադարձանք փաստորեն շատ հետաքրքիր բան բարձեցինք, այսինքն ահագին բան նվեր է գալիս, այո։ Փաստորեն եթե գնում ես, եթե ես ճիշտ եմ հիշում իհարկե, եթե գնում ես գազօջախը, ապա ստանում ես նվեր ամանի լվացման այդ dishwasher կոչված է, այդպես ասեմ բոլորին այդպես է ծանոթ։ Եթե ավելացնում ես package-ին սառնարանը, ստանում ես նվեր օդափոխիչը, հուդ այդ ասված է։ Փաստորեն ստացվում է, որ դու ընդհանրապես վճարում ես երկու բանի համար եւ ստանում ես մնացած երկուսը անվճար։ Բավականին հարմարավետ։ Եվ իր մեկը նվեր քեզ էլ։ Այո։ Շատ հետաքրքիր է եւ ամենակարևորը, որ երևի ցանկացած անձնավորության համար, որ լիովին վերանորոգում է իր խոհանոցը եւ այդքան մեծ ծախսեր իրականացնելու հնարավոր է որ դժվար լինի, շատ լավ առաջարկներ են կարող են ահագին бан խնայել, ահագին։ Мне это харцер камер самар. Знаете, вот как раз вот хотел спросить вас. Ну, субботу, воскресенье наши, не только армяне, все по всей Калифорнии любят делать шашлыки. Есть ли у вас такие мангалы или... Да, конечно, мы продаем весь outdoor equipment. Это не только как бы барбекю. Да. Мы продаем и холодильники, мы продаем wok burners, мы продаем beer coolers, то есть вы можете иметь пиво на своем backyard. И, так сказать, мы продаем все абсолютно известные бренды, такие как Viking, такие как Alfresco, Lynx, DCS и ряд брендов, которые вы можете сделать полностью full outdoor kitchen. Ես կրկին թարգմանեմ, պաստորեն պարնարամայիսի հարցն է նրան ուններ, թե արդյոք դուք ունեք հարմարանքներ, որպեսզի խորովածի սարքեր կամ դրսում պատրաստվող այդ հարմարանքներից դրսում կերակուրը պատրաստելու եւ պատասխաններն էր, որ այո ունեն եւ դրսում խոհանոցային այդ հարմարանքների ամեն ինչ նրանք կարող են ձեզ տրամադրել outdoor, այո, ամեն ինչ կարող են տրամադրել, այնպես որ եթե դուք էլ ունեք այդպիսի հետաքրքրություններ, անմիջապես զանգարեք 818-555-1111 եւ կարող եք այս ամառվա ընթացքում ձեր կերակուրները պատրաստել հենց դրսում։ Меня другой вопрос. Вот мне интересно, из всех этих брендов, что вы у себя в доме употребляете? Я как раз вот сейчас недавно купил дом, тоже мы сделали новую кухню. Я поставил себе дома Wolf Range Tab, потому что у Wolf все-таки очень хороший перформанс. И я поставил себе 48-инчий Range Tab. У меня есть 4 бернера, у меня есть гридл, чтобы моя жена делает панкейкс там для детей, яичницу и все остальное, и гриль. То есть мы можем прямо дома делать стейк, мы можем делать мясо, мы можем делать гриль, рыбу и все остальное. Wolf Hood. Я поставил ремоут-блоер, который стоит на улице, для того, чтобы он вытягивал хорошо воздух, когда мы грилаем прямо на кухне. А все остальные я поставил appliances, немецкая фирма, называется Miele. Miele. Да, у меня стоит Steam Oven, у меня стоит Speed Oven, у меня стоит Single Oven, у меня стоят 2 дишвошера, потому что когда приходят гости, очень удобно, чтобы было 2 дишвошера, чтобы, так сказать, помыть посуду в один раз и не ждать, пока один дишвошер его помоет, его разгрузить и загрузить еще посуду. Вот. Обязательно стоит Miele кофемашина для того, чтобы делать хороший кофе. И я поставил себе wine cooler. Miele такой built-in wine cooler, который помещается порядка 100 бутылок вина туда. Значит, у вас дома два бренда. Совершенно верно. Miele и другое... Wolf. Wolf. О, интересно, почему именно это? Это самое дорогое, или вы выбрали по цене, или качество такое хорошее, что вы выбрали именно эти? Чем мне нравится Miele? Мне Miele нравится тем, что у них все их appliances, они все matching. То есть, когда вы ставите, допустим, тот же Steam Oven и Single Oven или Speed Oven, они полностью выглядят одинаково. То есть есть такое понятие, называется design integrity. То есть людям нравится, чтобы все выглядело одинаково. Холодильник я сделал integrated. Integrated сегодня пользуется очень большой популярностью. Что это значит? Это значит, что холодильники не имеют stainless steel двери, они имеют деревянные двери, такие как кухня. И на этих дверях ручки точно такие же, как на всей кухне. То же самое точно так же сделал dishwashers. То есть когда вы смотрите на кухню, эти дишвошеры закрыты деревом, это такое впечатление, что это просто кабинет, то есть оно не бросается в глаза. Интересно очень. Вот. И, конечно же, сейчас вот новые, так сказать, вот эти вот Steam Oven, они очень популярные, потому что это healthy cooking. То есть мы
кушаем ту еду, которая действительно healthy, именно в стимовании. Да. Եվ բստինքը переведу, պաստորեն մեր հյուրն ասաց, որ նրանք օգտագործում են հիմնականում երկու բրենդ իր տան մեջ, մեկը Milan էր, մյուսը Wolf, այո, Wolf եւ Milan, դրանք երկու հիմնական բրենդերն են, հենց միայն երկու բրենդերն են, որ օգտագործում են եւ բանն նրանն է, որ նա ասաց, որ հենց Mila բրենդը դա այն է, որ կարողանում ես ամեն ինչ միասին համապատասխանեցնել, այսինքն դեշվաշերի դուրը կարող է նել այնպեսին, ինչպեսին որ ձեր կահույքի դռներն են եւ չի տարբերվում, որը եւ գրավիչ է վերջերս շատ ժամանակակից է համարվում եւ հենց դա էլ նպաստեց, որ նա իր տան մեջ դա օգտագործի, ընդհանրապես բոլոր բրենդերների իմ կարծիքով իհարկե այդ բարձրակարգները, որ նրանք առաջարկում են լավը, բայց նա ինքն ասաց, որ ընտրում է այդ երկուսն էր ամենալավը, որ ընտրել են։ Այն ընդհանրապես հետաքրքիր է, թե հայերը, որ գնում են ապրանքներ արդյոք նայում են վերջերս այդ ժամանակակիցին, թե ոչ, հարցնենք երևի Էդվարդին այս հարցը, նա կպատասխանի, հայերը երբ գալիս են, իրենց հետաքրքիր է արդյոք, որ արտաքին տեսքը համապատասխանի այդպես ամեն ինչին, թե ամեն դեպքում մենք սովոր ենք տեսնել, որ գազոջախի նման է, դիշվաշերը դիշվաշերի նման է։ Միշտ այդպես է լինում հայերի մոտ, չեն ուզում փակել փայտով, այսինքն hide անել այդ բոլոր appliance-ները, միշտ լինում աստեղինես ասացված կանայնա, որ եթե $10,000 պիտի սառնանին տա, պիտի երևա այդ սառնարանը։ Դրա համար միշտ ինքնես են դնում հայերը։ Նայած դիզայնի տեսանկյունից, եթե այսինքն իրանք դիզայներ վարձան, իրանք չեն որոշումը կայացնելու, այդ ժամանակ մեկ-մեկ լինում է, որ մի քիչ ավելի տարբեր դիզայներ անել։ Պաստորեն ամեն դեպքում մենք սիրում ենք ամեն ինչ լինի իր տեղում, իր տեսքով, այնպես ինչպեսի որ լվացքի մեքենաների մասին ինչ կարող ես ասել։ Ունեք արդյոք։ Անպայման ունենք լվացքի մեքենաներ։ Մասին կարծեմ չխոսեցինք շատ։ Չէ, հələ վեր չենք խոսել, խոսանք այդ տոնից։ Անպայման, բայց գովազդային ընդմիջումից հետո կրկին գովազդների եթերում հարգելի հեռուստադիտողներ կվերադառնանք եւ այդ ժամանակ արդեն կզրուցենք հենց լվացքի մեքենաների մասին։ Գովազդ։ Դենց վերադարձանք, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեզ մոտ է հյուրընկալվել Universal Appliance and Kitchen Center-ը եւ քիչ առաջ խոսեցինք նրանց առաջարկած special-ների մասին, այս ամսվա special-ների մասին։ Ուզում եմ եւս մեկ անգամ ասել այդ մասին, փաստորեն եթե այս ամիս գնում ես գազոջախ, ապա ստանում ես dishwasher-ը, ամանները լվանալու այդ գործիքի նվեր, եթե դրան առաջ ավելացնում ես նաև սառնարանը, ապա ստանում ես նվեր այդ փոշե օթափողիչ, այո, օթափողիչն է ստանում նվեր, հուդ ամերիկյան անգլերեն լեզվով ասած, ամեն ինչ խառնեցի, բայց կարծում եմ ամեն ինչ պարզ էր մեր հեռուստադիտողներին, որ բավականին շատ նվերներ եք ստանում, այնպես որ գնում եք երկու բան, ստանում եք երկու բան, եթե ես գնելու լինեի, անպայման կգնայի այնտեղ, որովհետև ամեն դեպքում այդ նվերները, հատկապես երբ որ նվեր եք, ես շատ լավ եմ զգում։ Այդ նվերը կարող է ուրիշին էլ նվիրել։ Չէ, ես կարծում եմ ես օգտագործել։ Լավ, ամեն դեպքում հեռախոսի համար է եւս մեկ անգամ նշեմ, ուրեմն 818-555-1111, այն նաև էկրանների վրա է նշված եւ նրանց վեբսայթը, ինտերնետային կայքը, եթե ուզում եք այցելել եւ ծանոթանալ նրանց ապրանքներին, ապրանքանիշերին եւ տեսնել թե ընդհանրապես ինչ են նրանք առաջարկում, ուրեմն վեբսայթն է uakc.com այցելեք եւ կարող եք հենց այդպես ծանոթանալ եւ նաեւ ասեմ, որ եթե ունեք հարցեր, ապա կարող եք անպայման գրեք դրանք մեր Facebook-յան էջում եւ ես այդ հարցերը անպայման կուղեմ ուղիղ եթերում, այնպես որ սպասում եմ ձեր հարցերին։ Լավ, մեր հարց հնչեց, պաստորեն, պարոն Արամայիսյան։ Այո, լվացքի մեքենաների հետ կապված, խնդրեմ անդրադառնանք այդ թեմային։ Անպայման լվացքի մեքենաները հիմա լինում են ընդհանրապես 3 տեսակի, այսինքն traditional washer-ները, որոնց որ բոլորը սովոր են, այսինքն դուռը վերևից է բացվում եւ agitator-ը մեջտեղում է։ Դրանք հիմա ավելի քիչ են մարդիկ գնում, որտեվ շորի մատերիալների վրա շատ ավելի դժվար է դա, այսինքն փչացնում է շորերը եւ այդքան լավ չի լվանում, այսինքն շորերը միշտ ջրի մեջ են լինում։ Ամենալավ տեսակը front loading unit-ներն է, երբ որ դուռը դիմացից է լինում,
այդ վաղ շատ ավելի քիչ ջուր է օգտագործում, մոտ 100 ջուրն է, ինչ որ traditional washer-ները, եւ նրանց համար ովքեր չեն ուզում դուրը դիմացից լինի, կա high efficiency top loading units, որը նույն սիստեմով աշխատում ինչ որ դիմացի, ուղղակի առանց այդ agitator-ի։ Բոլոր կամպանիները նորից ունենք մենք ու միշտ washer-ները սերի տակ են, որտեղ բոլորին միշտ պետք է washer եւ dryer combination։ Պաստորեն այդ լոգարանի պարագաչի այդքան էլ այստեղ ընդունված է, վերջերս ընդունված է, որ հասկացան խոհանոցում ընդհանրապես տեղադրում, բայց ամեն դեպքում ուզում նաև անդրադառնանք լոգարանի պարագաներին, ինչ վերաբերվում այդ ծորակներին, դա էլ դուք ունեք եւ ինչպես է տեղադրումը կատարվում, ինչպես են ընտրում վերջապես որ ծորակը ընտրեն։ Եվ ինչ է տարբերությունը ձեր առաջարկած ծորակների եւ հասարակ ծորակների։ Անպայման այդ plumbing-ը իմ մասը չէ, բայց կասեմ դրանց մասին, ունենք ավելի specialized մարդիկ plumbing-ի համար, բոլոր կամպանիները ունենք, որպես Hansgrohe, Grohe, Dornbrock, Danza, Frankie Singer, այդ բոլորը մտնում այդ plumbing department-ի մեջ, installation-ի համար մենք դա չենք անում, մենակ appliance-ներն plumbing-ը շատ ավելի դժվար է, պետք է contractor-ը պետք է plumber-ը պետք է, բայց բոլոր ապրանքները մեր մոտ կա, գները շատ մաչելի է ուրիշներից էլի նորից կարանք ասենք, որակի տեսանկյունից մեր մոտ ավելի high-end showroom է մեր մոտ, այսինքն ընկերական ենք մենք բոլոր հաճախորդների հետ, եթե պրոբլեմ ունենան, եթե warranty մեջ է, իրանց փոխարեն մենք կզանգենք եւ ամեն ինչ կշտկենք կամպանիների հետ առանց իրանց միջամտության, դրա համար մեր մոտ ավելի հեշտ է ամեն ինչ գնել եւ օգտագործել։ Ցնցու խողովակ եւ նման բաներ։ Բառնիքի համար ամեն ինչ, kitchen-ի համար ծորակներ եւ սինկեր ամեն ինչ ունենք։ Իսկ ուզում եմ նորից անդրադառնալ այդ լվացքի մեքենաների պահին, եթե օրինակ գնում ես լվացքի մեքենա, ոչ մի բան նվեր չես ստանում, ինձ այդ նվերների հատվածը շատ է դուրս հասկանամ այդ հարցում սպեշալները։ Չի լինում washer-ների վրա որ մի բան նվեր ստանաք, բայց էլի նույն ձևի rebate-ներ կան, որ կամպանիներն են rebate տալի ումից որ գնում եք, եւ նույնիսկ կա որ utility company-ն է rebate տալի մոտ միջև $300 washer-ի համար, եթե գնեք high efficiency washer, այսինքն քիչ ջուր օգտագործող, որը կամպանիի հետ կապ չունի, ձեր utility company-ն է որպես DWP։ Այսինքն ձեր կամպանին չի այդ rebate-ը տալիս, այդ տալիս է օրինակ Glendale-ից եթե գնեց Glendale Water and Power-ն է։ Դա արդեն պիտի իրանց հետ ճշտեք, բայց միշտ լինում է այդպեսի rebate-ներ, ինչը որ առնում եք, որ Energy Star-ը կամ high efficiency։ Իսկ rebate-ի գինը կախված է գնից, ժամանակում կախված, այսինքն եթե ամառը ջրի պակաս կա, այսինքն county-ում, այդ ժամանակ rebate-ները բարձրացնում են, եթե high efficiency, այսինքն washer գնեք, rebate են տալի այդ ժամանակ։ Հասկանալի է։ Ուրիշ ինչ է առաջարկվում, որը որ ձեր խանութում, որը որ կապ ունի լոգարանի պարագաների հետ։ Ունենք ամեն ինչ լոգարանի պատրաստի խարաններ, այդպեսի բաներ։ Կան որ պատրաստի են, կան որ ավելի custom, այսինքն պետք է դիզայն անեք եւ ամեն ինչ մտնում է պատի մեջ։ So կոչվում է new construction եւ remodeling, եթե վրային եք փոխում, վալվերը չէ կարա փոխեք։ Իսկ կարող է այսպես լինի, օրինակ ես ուզում եմ ցնցուկ տեղադրել, այսինքն լոգարան տեղադրել եւ գամ ձեզ դիմեմ, ասեմ եկեք մի հատ նայեք ձեր տեսակետը հայտնեք, որը գնեմ։ Այդպեսի ծառայություն գոյություն ունի ձեզ։ Մեր մոտ ամեն ինչ ունենք դիսպլեյի վրա արդեն դրված, կարող ենք ձեզ արդեն ցույց տալ եւ վիդեոներով ցույց տալ ինչպես է։ Ցնցուղի համար շատ հեշտ է, կարող եք որոշումը կայացնել խանութում։ Ավելի եթե kitchen-ի հետ կապված, իմ հետ շատ է եղել, երբ որ ես գնացել եմ հաճախորդների տան։ Այո, եւ ամբողջ գործը կատարվել է իրանց տնից լապտոպով։ Դուք էլ միացրել եք ուրեմն kitchen-ը տեղում։ Ես չեմ։ Այո, ամեն ինչ ընդհանրել է, այո։ Իսկ ընդհանրապես ինչ վերաբերվում է հենց տանը consultation անելուն, շատ ժամանակ երբ դուք գնում եք եղել է դեպք, որ լրիվ ուրիշ պատկերացում ունենան հենց տան տերերը եւ դուք ուրիշ բան խորհուրդ տաք, մոտավորապես ասենք ինչ դեպքեր կարող եք պատմել։ Այդպես դեպքեր շատ է լինում, հաճախորդները միշտ նայում են մի ապրանքին, այսինքն մի բան է իրանց մեջ տպավորվում, դրանով են ուզում ամբողջ kitchen-ը remodel անեն, բայց մենք նայում ենք ավելի Օրինակ ինչ, ասենք
կամ սկսվում է գազից կամ սառնարանից։ Այդ երկու բանն է, որ ֆիքսվում են մարդիկ վրան։ Մենք ավելի մեծ նկարին ենք նայում, այսինքն ինչը ավելի սիրուն կնայվի Ethereum եւ ինչն է տան հետ պլանները հետագայում, այսինքն եթե տունը վաճառելու են, այսինքն այնց բան պիտի դրվի, որ տան գինը բարձրանա, կամ եթե օգտագործելու են ավելի հարմար իրանց, այսինքն կան տարբեր գույների գազեր, եթե Viking առնեք 13 գույնի option ունեք, եթե այն գույնը դնեք, որ դուք եք սիրում, բայց տունը պիտի վաճառեք, ավելի լավ տարբերակ չի ձեր համար, պետք է այնպես բան լինի, որ ավելի շատ մարդկանց գրավի։ Այդ բոլոր հարցերի պատասխանը ստանալուց հետո ավելի ճիշտ կողմնորոշվում ենք մենք աշխատողներս եւ ավելի ճիշտ խորհուրդ ենք տալի հաճախորդներին։ Իսկ որ բրենդն է ավելի պոպուլյար մեր հայ համայնքում։ Sub-Zero Wolf-ը ամենապոպուլյար բրենդն է, իսկ եթե ամենաշատը դա է սպառվում։ Այո, իսկ եթե գինը մի քիչ ավելի determining factor, այսինքն լինում է Jenner կամ KitchenAid, բոլոր ամերիկական կամպանիները, որոնք ավելի հեշտ է maintain անել, եթե հանգարց մի բան փչանա, որը որ ամերիկական ֆիրմա է, մասերը միշտ լինում է եւ ավելի մաչելի։ Այդ ամեն ինչը եթե guarantee մեջ է, այդ 1 տարվա մեջ է, եթե չդնեն, դուք ամեն ինչ անում եք։ Այո, ես եթե դուրս է guarantee մեջից, էլի ես իմ հաճախորդներին միշտ օգնում եմ, եթե մասսապետ, եթե մենք կարանք օրդեր անենք ավելի պակաս գնով, մենք կանենք իրենց համար։ Իսկ եթե ֆիզիկական որևէ միջամտության դեպքում է փչացել որևէ բան, այդ հարցում էլ եք օգնում, թե պիտի ինքն ինչ որ ներսից խնդիր լինի։ Ինչը որ աշխատելու հետ է կապված, եթե նաև ֆիզիկական լինի, էլի warranty cover կանի, իսկ եթե արտաքին խազերը պետք է նայեն, warranty cover չի անի։ Մենակ մի հատ կամպանի կա, որը Sub-Zero Wolf-ն է, որը եթե նույնիսկ ձեր մեղավորությամբ լինի, այսինքն դուռը խազանը կամ դենտ լինի, 60 օրվա ընթացքում իրանք որտեվ remodel-ի ժամանակ շատ է լինում, իրանք cover կանեն ամեն ինչ։ Շատ լավ, այս բանին մենք կրկին պիտի ընդմիջվենք գովազդով, այո, կրկին դիտենք գովազդը, վերադառնանք եւ արդեն կլինի մեր հաղորդման ամփոփիչ հատված։ Շարունակում ենք մեր եթերը, հայև մեր հաղորդման ամփոփիչ հատվածն է։ Ես կրկին ուզում եմ նշել, որ այսօր Universal Appliance and Kitchen Center-ը մեզ իրենց սպեշալների մասին էր տեղեկացնում եւ հակեր շնորհիվ ասեմ, ուրեմն այս ամսվա սպեշալն է, եթե գնում եք գազօջախ, ապա ստանում եք dishwasher նվեր, եթե ավելացնում եք սառնարան, ապա ստանում եք այդ Hood օդափոխիչը նվեր։ Բացի դրանից նաև ֆինանսական հարցին անդրադարձանք, եթե դուք չեք կարողանում միանգամից վճարել եւ գնել ձեր ուզած ապրանքը, ապա կարող եք ձեռակերպել 6-ից 18 ամսվա ընթացքում 0%-ով եւ բնականաբար ամսական վճարով կարողանալ փակել ամբողջ գումարը։ Իսկ թե քանի ամսով վիճակի կլինեն ձեզ 0%-ով, դա իհարկե կախված է թե ձեր կրեդիտից, թե ամսվա այդ ժամանակահատվածից, թե մենց վենդերներից է կախված, բայց ամեն դեպքում կարող են նրանք դա այնքան դա տրամադրել, որ դուք 0%-ով վիճակի լինեք ամիսների ընթացքում բաշխելով փակել ամբողջ գումարը։ Գովազդային դաթարի ընթացքում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Այո, շատ հաճելի լուր, մեր հիմնադիրը, մեր հյուրը Իգոր Ռոյզը տեղեկացրեց, որ բոլոր նրանց համար, ովքեր որ կզանգահարեն այսօր եւ կասեն, որ դիտել են համահայկական առավոտը ծրագիրը ու ուզում են գնել այսօր appointment վերցնել, ապա նրանք կստանան 3 տարի անվճար extended warranty, այդ անվճար ապահովագրությունը, որը ընդհանրապես գնում են, այսօր դուք կստանաք անվճար, այնպես որ շտապեք զանգահարել, հեռախոսահամարը 818-755-1111, այդ հնարավորությունը էլ չեք ունենա եւ անպայման նշեք, որ դիտել եք հաղորդում ու կստանաք հենց այդ նվերը։ Եթե այսօր չգնեք խոսքի համար, բայց անպայման գոնե այսօր զանգահարեք եւ հերթագրվեք, որովհետեւ ես կարծում եմ, որ շատերին հրապուրեց այս դորույթը, հաճելի լուրը եւ շատերը կզանգեն, այնպես որ հենց հիմա զանգահարեք մի ուշացրեք։ Եվ սա բացառիկ բան է, այն գործելու է միայն այսօր, այնպես որ բաց մի թողեք այդ հնարավորությունը եւ շտապ զանգահարեք։ Ինձ հարց էր հետաքրքրում, այ rebate-ների մասին խոսեցինք, մարդիկ կան, որոնք տեղյակ չեն դրանից եւ շատ ժամանակ անգամ ես ինքս եմ հիշում, որ որևէ մի բան գնելիս ասում են, կարող եք rebate ստանաք, ուշադրություն էլ անգամ չեմ դարձրել, այսպես ասած արարել եմ, ինչ որ ավել թուղթ լրացնեմ, բայց անգամ եթե գումարը մեծ գումարի մասին է խոսքը, համոզված եմ, որ մարդիկ կուզենան անպայման տեղեկանալ եւ իմանան, թե ընդհանրապես որտեղից են անում, ինչպես են անում, ուր են ուղարկում, ինչպես կարող են այդ ամենի մասին տեղեկանալ։
Մեր ինտերնետի կայքում uakc.com ունենք rebate center, այսինքն tab կա, եթե կլիկանեք, բոլոր rebate-ները կբացի մարկաների հետ կապված, իսկ եթե մի ապրանքի եք դուք նայում, մեր website-ի վրա եթե այդ model number-ը գրեք, բոլոր local rebate-ները տակը կգրի, այսինքն եթե լինի vendor-ից կլինի vendor-ից կամ utility company-ն ամեն ինչ մեջ արդեն դրված է բոլորը կհատված, որտեղ իրենք գրելով ամեն ինչին մանրամասն կտեղեկանան։ Website-ը տրամադրում է ամբողջ ինֆորմացիան։ Այո, մենք նույնիսկ մենք էլ ենք տրամադրում, բայց եթե իրանք տան են ուզում են ստուգեն, կարող են ամեն ինչ ինտերնետում ստուգել։ Rebate-ները ճիշտ ասացիք, բոլորը ալարում են անել։ Այդ մեր մասը չի, դրա համար կոչվում է consumer rebate, բայց եթե ամեն ինչ ստանալուց հետո գաք խանութ մեր աշխատողները այդ rebate-ները ձեր համար կանեն, դուք ուղղակի պետքա տանեք post office։ Պաստորեն դա էլ են օգնում։ Website-ը եւս մեկ անգամ կկրկնես։ uakc.com, Universal Appliance Kitchen Center, uakc.com։ Ես եւս մեկ անգամ նշեմ, եթե բաց եք թողել այդ հատվածը, որ այսօր ունեք բացառիկ հնարավորություն, եթե այսօր գնաք գնելու կամ եթե չեք կարող այսօր գնալ, զանգահարեք եւ appointment վերցնեք հենց այսօր, նշելով որ դիտել եք մեր հաղորդումը, ապա դուք կստանաք 3 տարվա անվճար extended warranty, որը կրկին անգամ ասում եմ ընդհանրապես դա ունի արժեք, դա պիտի գնել, բայց այսօր կստանաք անվճարապես, որ բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Որպես ամփոփություն։ Եվ վերջում, ինչպես ասում են, ամփոփենք սա, иначе վերջում սկսենք սկզբից, как обычно говорят, с снова начнем. Где ваши магазины, что продаете, какие цены, что увлекает народ, пожалуйста. У нас 2 магазина. Один магазин находится в студии City на углу Ларел Кеннион Вентура Бульвар. Второй магазин у нас в Calabasas. Он находится, это exit с 101 Freeway Lost Hills Road. Мы продаем бытовую технику, мы продаем сантехнику, мы продаем абсолютно все брендс. Мы делаем delivery, мы делаем installation. Одну секундочку, пожалуйста, переведи. Պաստորեն երկու վայրում է այն գտնվում խանութը, այո, մեկը գտնվում է Studio City-ում, մյուսը Calabasas-ում եւ ընդհանրապես երկու վայրներ կարող են այցելել, у них тот же самый продукт находится в двух местах, да? Երկու վայրում էլ կարող եք գնալ եւ նույն ապրանքը գնել այնպես որ Խոհանոց, սանտեխնիկա։ Խոհանոց, սանտեխնիկա, լոգարանային ապրանքներ, ամեն ինչ կարող եք գտնել։ Продолжайте, пожалуйста. Мы делаем delivery, мы делаем installation. Все наши инсталлеры, они certified factory installers, поэтому люди, наши клиенты получают additional год гарантии, когда мы устанавливаем на определенные бренды. Одну секундочку, пожалуйста. Պաստորեն նրանց մոտ լիցենզավորված են եւ դուք այնտեղից գնելով կարող եք լիցենզավորված installation անողները կգան եւ ամեն ինչը բնականաբար իրենք տեղում կիրականացնեն, այդ իսկ պատճառով դուք կստանաք 1 տարի անվճար warranty այդ ժամանակ։ Եվ ամենակարևորը, որ բարեկամներ հաղորդման ընթացքում դուք տեսաք մեր տեսաժապավենը, որից էլ պատկերացում կազմեցինք, ես ուզում եմ նորից կրկնեմ հեռախոսաթիվը, ճիշտ է, ահա դրանք դերքևում 818-755-111 զանգարեք հենց հիմա, եթե այսօր զանգարեք, դուք առավելություններ կունենաք, անպայման հաճախեք այդ խանութը, որովհետև այդ երկու խանութներն էլ համարվում են մեր Լոս Անջելեսի բարձրակարգ խանութներ, նորից կրկնեմ, որ դա շատ համոզիչ էր, երբ մենք դիտեցինք ժապավենը, այնպես որ եթե որևէ մեկը ցանկանում է գնել խոհանոց կամ սանտեխնիկա կամ նման բաներ, անպայման դիմեք այս խանութի խորհուրդ եք տալիս ձեզ։ Денис, у нас больше нет времени, если вы что-то есть у вас, что вы хотите добавить очень быстро. Я бы хотел добавить то, что наш магазин это one-stop shopping for all appliances and plumbing needs. И я хочу, чтобы все знали, что мы гарантируем low prices. Денис, шнуракалцем, раз мы договариваем, спасибо большое, что вы сегодня были у нас в гостях. Очень приятно было. Очень приятно. Դենց ես ուզում եմ շնորհակալություն հերթել նաև մեր հաղորդման հովանավորին LA Beauty Skin Center-ին, իսկ նրանց հեռախոսահամարն է 818-888-0001, անպայման զանգահարեք եւ ձեր գեղեցիկի հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել նրանց, համոզված եմ, որ դոկտոր Կարապետյանը, Արման Կարապետյանը հաճույքով ձեզ անվճար կոնսուլտացիա կիրականացնի։ Իսկ մենք ասում ենք տեսություն, ինչ վայր առավոտ նորից կհանդիպենք։ Կհանդիպենք վաղ առավոտյան։